Ողջույն Factor TV հյուրը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է, ողջույն պարոն Քոչարյան։ Ձեր հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ավարտել է արդեն զեկույցը եւ այն փոխանցվել է ազգային ժողովի նախագահին։ Սա շատ կարեւոր հարց է մեր հանրության, մեր պետության համար։ Իմանանք ինչ է տեղի ունեցել, ոչ թե իրար հոշոտելու եւ իրար այսպես դանակահարելու եւ, չգիտեմ, հաշիվներ պարզելու տրամաբանությամբ, այլ դասեր քաղելու, հա, ինչը նորմալ կլիներ, բայց արի ու տես լիագումար նիստերի օրակարգ չի մտել այդ հարցը եւ ասում է, որ ժամկետ եք ինչ որ խախտել, խնդրում եմ ասացեք, ընդհանրապես ձեր հանձնաժողովն այս հարցը ի վերջո կդրվի քննարկման թե ոչ եւ հետո կտարվի լիագումարի օրակարգ թե ոչ եւ ի վերջո հանրությունից ոնց որ ուզում եք ինչ որ բան թաքցնել, ճիշտ հասկացա։ Զեկույցի նպատակը ո՞րն էր։ Այսինքն քննիչ հանձնաժողովի ստեղծելու նպատակը ո՞րն է եղել, որ աշխատի, ընդ որում տրված ժամկետների մեջ 6 ամիս, 6 ամիս, հետո ավելացած եւս 6 ամիս։ Հավաքագրի այդ ամբողջ տեղեկատվությունը եւ պատրաստի զեկույց։ Նպատակը զեկույցն է։ Զեկույցը այդ նպատակը իրացված է, որովհետեւ կառուցվել է փաստեր ուսումնասիրվել են, պատրաստվել է զեկույցը բավականին ծավալուն, իսկ դրա տակ դրված փաստերը բովանդակային առումով հսկայական են, հազարավոր էջեր, տեսագրություններ։ Միայն վարչապետը 10 ժամ քննիչ հանձնաժողովում ելույթ ունեցել, գլխավոր շտաբի պետը, արտաքին գործերի նախարարը եւ այդպես շարունակ։ Այդ ամբողջը հավաքագրելուց հետո պատրաստվել է զեկույցը 200 էջից ավել։ Միայն եզրակացության բաժինը 20 էջից ավել է։ Եվ դա ինչ է նշանակում, որ դա մեզ պետք է եւ նպատակը զեկույց ունենալն է։ Եվ այսօր խոսել, որ ժամկետ, ոչ ժամկետ, ինչ որ լրատվամիջոց ասել երկրորդ հոդվածն է գրում ժամկետան զեկույց։ Ժամկետը ձեր ուղեղն է, նախ զեկույցը չի կարող ժամկետանց լինի, որովհետեւ դա պետք է մեր երկրին եւ այդ զեկույցը տալիս է մեզ հնարավորություն հավաքագրելով ամբողջության մեջ գտնել պատճառները մեր պարտության եւ պատճառների վերացման հետ մեկտեղ ունենալ այն, ինչը որ մեզ հերո կպահի նմանատիպ երևույթների ժամանակ մեր երկիրը կպահի ավելի անվտանգ, այսինքն այն կառույցները, որոնք պատասխանատու էին ավելին պատրաստ լինելուն, զեկույցը տալիս է թերացումների ամբողջ սպեկտրը։ Մենք դա այս կխոսենք, բայց խցանումը որտեղ է, որովհետեւ լիագումար նիստերի օրակարգ պետք է։ Այո, ես ուղարկել եմ ամսի 3-ին, եթե չեմ սխալվում, 1 ամսվա ժամկետում ըստ կանոնակարգ օրենքի պահանջի ազգային ժողովի նախագահը պետք է որոշում կայացնի եւ այդ որոշման հիմքով ուղարկի լիագումար նիստերի օրակարգ։ Այս ուրբաթ, այսինքն Չէ, բայց քանի որ խորհրդի նիստը արտահերթ է եղել, ինքը դուրս մնաց։ Ես պատկերացնում էի, որ հոկտեմբերի 27-ից հետո առաջին իսկ լիագումար նիստի ընթացքում նաև խորհրդանշանակ եղել 5-ամյա ժամկետն էր լրանում, արդեն զեկույցը պատրաստ է, զեկույցի վրա շատ մանրակտիր աշխատանք է տարվել մեր փորձագիտական թիմի, մասնագետների, որոնք նաև մասնակցություն են ունեցել այս աշխատանքին, մեր ազգային ժողովի պատգամավորների եւ կարծում եմ, որ զեկույցը նրա գոյությունը արդեն հիմք է տալի մտածելու, որ նա որևէ տեղ չունի գնալու բացի լիագումար նիստերի օրակարգ գնալուց։ Եթե չմտնի օրակարգ, մենք լրագրողներս եւ այլ անձինք ձեզ կասեն, ուրեմն այնպիսի փաստեր են իհայտ եկել այդ զեկույցով, որ իշխանությունը ուզում է թաքցնել եւ լիագումար օրակարգ չմտցնել ազգային։ Դա ձեր իրավունքն է, բայց չէ, բայց կանոնակարգ օրենքը հստակ իրավունք կանոնակարգում է այս խնդիրը։ Երբ որ զեկույց ուղարկում ազգային ժողովի նախագահին, նա 1 ամսյա ժամկետում պետք է որոշում կայացնի։ Հիմա որոշումը ոնց կկայացնի, ինչ հիմքով, դրա համար օրենքները կարգավորում են նման դեպքերում անվտանգության եւ պաշտպանության հարցերով քննիչ հանձնաժողովի աշխատակարգը, որտեղ մենք սահմանադրական լիազորություններով օժտված հանձնաժողով ենք, ի տարբերություն մյուս հանձնաժողովների, եթե օրինակ նախկինում կարա ստեղծվեր քննիչ հանձնաժողով այլ օրակարգով, ոչ անվտանգության եւ պաշտպանության, այնտեղ բոլոր ֆրակցիաներից ներկայացուցիչները գալիս են տրված ժամկետում աշխատում էին, որպես կանոն զեկույց չեն կարող ներկայացնեն եւ ժամկետը լրանցում իրենք լուծարվում էին։ Մեր պարագայում մենք մշտական գործող հանձնաժողով ենք։ Մենք երկու դեմքով ենք հանդես գալիս եւ այդ տրամաբանությամբ մենք առաջին տարուկեսը հավաքագրել ենք փաստերը, լսել ենք մարդկանց, հետագայում մենք պատրաստել ենք զեկույցը, որը շատ բացախնդիր աշխատանք է պահանջել եւ չմտնի լիագումարի օրակարգ։ Բայց դեպքում ինչ է լինելու զեկույցը։ Ինչ է լինելու, ոչ չմտնի։ Բայց դեպքում զեկույցը կդնեք դարաշրջան։
Դեպքում պետք է հասկանանք ում դարակի մեջ պետք է լինի։ Դա պետք է լինի այն դարակի մեջ, որը հասանելի պետք է լինի առաջին հերթին պետական ինստիտուտներին եւ երկրորդ հերթին թույլատրելի սահմանում հասանելի պետք է լինի մեր հասարակության համար։ Այս այնպեսի աշխատանք չի արված, որը պետք է այսպես դնենք դարակը եւ ասենք մենք զեկույց ստեղծեցինք եւ վերջ։ Բա զեկույցի հետևանքները որտեղ պետք է գտնել։ Ուզում ասեմ զեկույցը պատրաստ է, ժամկետանց չի կարող լինել, ժամկետանց կարա լինի 26 թվականի, եթե ընտրություններից հետո արդեն այլ պարլամենտ կգա եւ ես զեկույցը ներկայացրած չլինեմ, բայց հիմա փառքաստու զեկույցը ներկայացված է եւ սպասում եմ այն որոշմանը, որը հնարավորություն կտա լիագումար նիստում ես ելույթ ունենամ, որը նաեւ կանոնակարգ օրենքի 25-26-րդ կետերի պահանջն է, որի մասին ես նաեւ տեղեկացրել եմ ազգային ժողովի նախագահին, որ այս պահանջն է։ Իհարկե, կան իրավաբաններ, որոնք տարածի են հասկանում տրամաբանությունը կանոնակարգ օրենքի այլ դրույթների, որտեղ ասում են, գիտեք, քննիչ հանձնաժողովը տրված է 1.5 ամիս ժամանակ եւ դրանից հետո դուք այդ ընթացքում զեկույցը տար, բայց մոռանում են, որ այս հանձնաժողովը ունի լիազորությունների երկու սպեկտր, նամշտական գործով է։ Եվ 25-րդ եւ 26-րդ կետը ժամկետ չի ասում զեկույցը ներկայացնելու։ Այն մասով 20-21-րդ կետով հստակ նշված են։ Հիմա ես նաեւ ձեզ ասեմ, որ երեք բավականին երկար աշխատել եմ նաեւ իմ ընկերների հետ, որոնց գտնվում են նաեւ քարորիայի ժամանակ ունեցել եմ բազմաթիվ քննարկումներ Վահե Գրիգորյանի որպես համական դատանի դատավորի, որտեղ այստեղ այսպես թե այնպես այս հարցերը առնչվում են սահմանադրության հետ, որտեղ մեր հանձնաժողովի լիազորությունները ըստ էության սահմանադրության միջավայրում են գտնվում։ Պարոն Քոչարյան, այսպես ազգային ժողովի կուլիսներում ասում են, որ Ալեն Սիմոնյանը անձամբ է այսպես դիմակայում կամ դիմադրում, որ սա լիագումարի օրակարգ չմտնի։ Արդյոք ԱԺ նախագահ կարող է անձնական շահագրգռություն ունենալ թույլ չտալ։ Ես ուղարկել եմ ազգային ժողովի նախագահին։ Քարորիայի ժամանակ նախադեպ կար։ Վերջին հաշվով, եթե նախադեպը վերցնենք 5, Արադ Միրզոյանը, այն ժամանակ էլ ժամկետները շեղված էին 6 ամսով։ Այն ժամանակ այդ նախադեպը ինչ էր ասում, որ օրենսդիրը տվել է իր մեկնաբանությունը օրենքների այս կարգավորման մասին։ Հիմա այդ նախադեպը չես կարա որևէ մեկը անտեսի, որովհետև այն ժամանակ ոնց էր այդ նախադեպը մեկնաբանություն տվել է ազգային ժողովը եւ ես հանդես եմ եղել զեկույցով, եւ հիմա ասենք թե ինչ որ խոչընդոտ լինի, չի կարա լինի։ Այդ դեպքում հարց առաջանում լուրջ իրավական ճգնաժամի։ Ես չեմ կարծում, որտեղ օրենքը հստակ կարգավորում է շարադրված եւ ազգային ժողովի նախագահ պետքա որոշի մեկամսյա ժամկետում, ամսի 3-ից հետո իհարկե չկա խորհրդի նիստ, բայց առաջին իսկ խորհրդի նիստում պետքա որոշում կայացվի։ Եթե որոշում չկայացվի, ձեր բարձրացրած կասկածները կարող են լինել լեգիտիմ։ Իսկ իշխանությունը հնարավոր է դուք կառավարող ուժը զգուշանում է այդ փաստերի հրապարակումից, այն ինչ որ այդտեղ հրապարակվել է։ Պետք է չզգուշանա նախ զեկույցի գոյությունը անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության համար։ Դա դուք եք այդպես ասում, բայց ես այդ հանձնաժողովի ղեկավարած նախագահն եմ, այդ հանձնաժողովում կան էլի անդամներ, որոնք աշխատանքին ակտիվ մասնակցություն են ունեցել։ Կարող է քաղաքականապես ձեռնտու չլինի, այսպես ԿՊ Բայց դեպքում ինչի ենք ստեղծում այս հանձնաժողով, չկա այդպիսի բան, չի կարող լինել։ Եվ ես կարծում եմ, որ ողջամիտ մենք ժամկետում կունենանք որոշում։ Եթե որոշում չունենանք, այդ դեպքում դուք ինձ հրավիրեք հարցազրույցի եւ մենք այլ զրույց կունենանք։ Մեկ ամսից կտեսնենք այդ թեմայը, ուրեմն ես կարծում եմ, որ անպայման պետքա մենք խոսենք, որովհետեւ ես իմ գործունեության ընթացքում առնչվել եմ մի շարք զեկույցների պատրաստմանը։ Մի մոռացեք, որ փաստավակ խմբի 5 զեկույցների մեջ ես Մարտի 1-ին Մարտի 1-ը իհարկե։ Բայց եկեք եւ բայց նաեւ Քարորիա է դա էլ պակասի։ Սա երրորդ զեկույցն է։ Իդեպ Քարորիայի անունը տվեցիք, այդպես էլ չիմացանք ինչ եղավ, պարոն Քոչարյան։ Սա շատ վատ կներեք մշակույթերեն իմաստով, որ այո, էլի հետաքննություն գնաց, հանձնաժողովը աշխատեց եւ այլն, բայց վերջնարդյունքի մասին մենք որպես հանրություն, ասենք ես որպես լրագրող չիմացա, որովհետեւ եզրակացությունը գոնե այսպես չհրապարակվեց։ Դալիճը լսել է դա։ Զեկույցը գտնվում է առաջի բաժնում, ունի գաղտնիության բարձր աստիճան եւ այնտեղ շատերը ովքեր իրավասու են, ծանոթացել են, չեմ ասում որ ուղարկվել է պետական համապատասխան բոլոր կառույցներին, զեկույցին ծանոթանալու ազգային անվտանգություն, բանակ եւ այլն, դատախազություն։ Իմիջիայլոց 44 օրյայի դեպքում մենք նույնիսկ աշխատանքի մի փուլում, երբ որ ասահականների հետ կապված խնդիրը
հավաքագրեցինք, մենք այդ նյութերը ուղարկել ենք գլխավոր դատախազությունը, որտեղ այնտեղ տեսել ենք լուրջ կոռուպցիոն սխեմաներ, որը դատախազությունը, չգիտեմ, հիմա քննել է կամ հանձնարարել է քննությունը իրականացնող մարմնին, որպեսզի այդ արձանագրումները նաև ունենան հետևանքներ, բայց մենք այդպես առանձին կտորները, որոնք պատրաստ են եղել, չենք սպասել, որ զեկույցը ավարտվի նոր, բայց հիմա ավարտուն զեկույցի մեջ են կան խնդիրներ, որ խիստ անհրաժեշտ է, որպեսզի բանակի ղեկավարությունը, քաղաքական ղեկավարությունը տեղեկացված լինի։ Ինչքանով հասանելի կլինի հասարակության, ես կարծում եմ եզրակացության մեջ կան բացահատվածներ, որոնք պատճառները շարադրված են, որոնք պետք է հնչեցվեն, որպեսզի մեր ժողովուրդն էլ հասկանա, լավ, անդադ ասում ենք, որ մենք աշխարհի ամենամարտունակ բանակն ենք, որ հեսա գնում ենք Բաքու չայ խմենք, ինչի պարտվեցինք։ Այդ պարտության հիմքերը փաստագրված մենք կարողացել ենք իմի բերենք եւ զեկույցի արժեքը հենց դրա մեջ է, որը պետքա մեզ հնարավորություն տա շտկենք այն սխալները, որոնց մասին մինչև հիմա այսօր էլ լիագումար նիստի օրակարգում, երբ որ 25-օրյա հավաքների հետ կապված հարց կար, ռազմական ոստիկանության կողմից հա կառավարելի օրենսդրական կառավարում տալու հնարավորությունը, Գեգամ Մանուկյանը հելավ սկսեց խոսել ամեն ինչի մասին, բացի այն, որ մենք հիմա արագ ուսուցման նաև process ենք տանում, որպեսզի մեր մոբ ռեսուրսը բերենք պատշաճ մակարդակի, որը չենք ունեցել 44 օրյա ժամանակ։ Ինչի 90-ականներին հաղթեցինք, որտեվ այդ ռեսուրսը ոչ մենք ունենք, ոչ հակառակորդը, բայց մեզ հաջողվեց 90-ականներին ինտելեկտուալ կարողությունները մեր արագ տեղափոխել Հայաստան ռազմական մտքի եւ մենք բանակաշինության մեջ ավելի հաջողեցինք եւ դա տվեց իր արդյունքները։ Պարոն Քոչարյան, եկեք մի քիչ բացենք փակագծերը, հա։ Ինչու պարտվեցինք 44 օրյա պատերազմ։ Եկեք նախ ռազմական կոմպոնենտից խոսենք, որովհետև քաղաքական կոմպոնենտի մասին այնքան է խոսվել, ինձ թվում է վերջ չի ունենա դա։ Որովհետև մենք, օրինակ ես, Հայաստանյան միջին վիճակագրական քաղաքացիս, իրոք հավատացած եմ, որ տարածաշրջանի ամենահզոր բանակն ունենք եւ իմ իշխանության առաջ որպես քաղաքացի երբեք պահանջ չեմ դրել գնալ խաղաղ լուծման չկասկածելով, որ իմ բանակը կհաղթի պատերազմում, ինձ թվում է հեռուստադիտողներ շատերը կիսում են իմ այս վերաբերմունքը։ Ինչու պարտվեցինք ռազմական առումով։ Սկսենք բանակցային գործընթացից։ Ես որոշում կայացրեցի հանձնաժողովի կողմից արձանագրված է դա, որ Հանրապետության վարչապետի հրավերի պարագայում մենք ունենանք բաց քննարկում մի կտորը, եւ այնտեղ կային կտորներ, որոնք վերաբերվում են հետախուզական տեղեկատվությանը եւ նաեւ մեր կիրառած զինատեսակներին, որը պետքա փակ լինի մինչեւ չգիտեմ երբ։ Բայց այդ բաց մասը շատ կարեւոր էր նաեւ, որպեսզի մենք կարողանանք հասկանանք բանակցային գործընթացի որ հատվածից մենք սկսեցինք այսպես վայրի վերումների մեջ հայտնվել եւ դրան զուգահեռ ինչքան մեծամտացանք մեր ռազմական հաջողությունների ֆոնին, որի արդյունքում սկսեց կոռուպցիան թափանցել դեպի բանակ։ Կադրային քաղաքականությունը խայտարակություն էր։ Մենք ունեցել ենք զինվորականներ, որոնք կներեք չէին կարող նույնիսկ դասակ ղեկավարել, բայց նրանցից շատերը ունեցել են մինչև գեներալ լեյտենանտի ուսանող։ Փաստված է դա, իհարկե։ Այդ ամեն ինչը փաստված է։ Ինչի պետքա մենք պատերազմի ավարտից հետո քննչական մարմիններում քննվեն 10,000-ից ավել քրեական գործեր։ Դասալքություն, բոլոր դրսևորումը, բոլորը փաստագրված են, ընդ որում հիմնավորված են։ Դավաճանություն, ինչ արժան դավաճանություն, այն էլ հակառակորդ ուժի համար։ Արտաքին քաղաքական մեր գործընկերների հետ մեր հարաբերություններում եւ այդ ռազմաքաղաքական համագործակցության շրջանակում նաեւ տեղեկատվություն ստանալու կամ փոխանցելու այդ բանը։ Վերջին հաշվով մենք եթե մեր ռադիո հետախուզության դվանը չլիներ, մենք չէինք իմանա, որ 27-ին հարձակում կլինի։ Դարմայել ամսի 26-ին Պաշտպանության նախարարը բացակայում էր Հայաստանից, որտեղ ինքը վստահ էր, որ կռիվ չի լինելու։ Այդպես էին մեզ համոզել։ Դա նշանակում է մեր համոզական կառույցները այդքան էլ պատրաստված չեն եղել, բայց կարող եմ ասել, որ մեր հետախուզությունը նաև զեկուցել է հնարավոր մոտալուտ ժամանակի մասին։ Բայց ես փակագծեր չբացեմ, որ դրանք խիստ գաղտնի կոնկրետ օրն են ասել, թե կոնկրետ օրը մենք զգացել է Օնիկ Գասպարյանը, երբ որ Նախիջևանում տեղակայված թուրքական բանակի F-16 էսկադրիլիայի անձնակազմի մեջ խոսակցություն եղել եւ գլխի են ընկել, որ ոնց որ վաղը մի բան լինելու է։ Իհարկե դրանից առաջ գլխավոր շտաբի պետը տվել է համապատասխան հրահանգավորումները, բայց դա արդեն ուշացած էր։ Մենք մտանք կռվի մեջ, այնպես չի, որ մենք պատրաստ չէինք այդ պահի համար, բայց երբ որ տևական ռազմական գործողությունները սկսեցին ավելի ձգվել,
սկսեցին մեր պահեստները դատարկվել, սկսեցին արդեն այլ խնդիրներ առաջանալ, սկսեցին նաև անձնակազմի լրացման խնդիրները դարձավ ավելի ակնառու։ Զորակոչի մասին չի խոսքը։ Աշխարհազորից սկսած մեր ռեսուրսները, որ հիմա պատրաստում ենք, պահեստազորի մեր ռեսուրսները, դրանք կարելի ասել մենք չենք ունեցել։ Երբ որ մենք խոսում ենք առաջնագծի մասին եւ ես անդադ ասում եմ բանգաբութուլգեկը այսօր փոխարինվել են ամրոցներով, Սերյան Օհանյան վատ ազգում, թող վատ չզգա։ Ինքը չունեց այդ հնարավորությունը այդ ամբողջ համակարգը այս մակարդակի վրա կառուցելու համար։ Պարոն Քոչարյան, տեսեք, եթե մենք ունեցել ենք հետախուզական տեղեկություններ Ադրբեջան ռազմական ոտալու հարձակման մասին, բայց մենք նաև ստացել ենք այլ տեղեկություններ, ապակողմնորոշող Հապկից եւ Ռուսաստանից ուրիշ բանից մի հարցրեք։ Այդպիսի հարձակում հանգիստ եղեք, չի լինելու այդպիսի հարձակում։ Հապկից եւ Ռուսաստանից են ասել, պարոն Քոչարյան։ Ես չասեմ որտեղից, բայց այդպիսի օպերատիվ խաղ կազմակերպված եղել է։ Մոլորեսնելու նպատակով։ Բնականաբար, այդ կառույցները մոլորեսնելու համար են եւ ինֆորմացիա հավաքագրելու, բայց մենք պետք է չմոլորվենք։ Մենք մեր աղբյուրները այսպես մենք ինքներս մեզ բան ենք արի, բթացվել ենք, մենք մեծամտածել ենք, խաղ կար մեր դեմ, չէ իրոք։ Դա շատ մեծ վստահություն կար դաշնակցի նկատմամբ ամեն դեպքում։ Ես ասեմ, բայց մենք պետք է ուշադիր հետևենք դաշնակիցը ինչ քայլեր է անում, ինչ տեմպերով, եւ վերջին հաշվով ինչ որ բան փոխվեց, որտեղ մենք զորավ մնացականներ ենք լսել, եւ դա շատ արժեքավոր էր։ Իրավիճակը արտաքին քաղաքական դաշտում որ պայծ սկսեց փոխվել, որտեղ ինչ որ պայ եղավ, որ Ադրբեջանի պարլամենտը ամբողջը գրավեց եւ այդտեղ նաեւ արտաքին ուժերը Ալիև կրծերին կարողացան տանեն դեպի պատերազմ։ Դա Թուրքիան էր, գուցե նաեւ այլ ուժեր, բայց ամեն դեպքում պատերազմը սկսվեց։ Այդ պատերազմը սկսվելու պահին մենք ինչքանով էինք տեսել մեր ռազմավարական ծրագրերի մեջ, որ պատերազմը ինչ ծավալներով կարա լինի եւ մենք ինչքան ենք պատրաստ այդ պատերազմին քննիչ հանձնաժողով բավականին մանրակրկիտ ուսումնասիրել է այդ բոլոր հարցերը։ Եվ վերջին հաշվով մի բան ասեմ։ Երբ որ Օնիկ Գասպարյանը նոր նշանակվել է որպես գլխավոր շտաբի պետ, ինքը խնդիր էր դրել երկրի քաղաքական ղեկավարության առաջ, որ բանակի բարեփոխումների համար պետքա բավականին խոշոր գումար հատկացնել։ Ես հարց եմ տվել Օնիկ Գասպարյանին, եւ ինքը ասել է, որ հանրապետության վարչապետն ասել է, եթե խնդիրը դրել ես, մենք որպես կառավարություն դա պարտավոր ենք անենք։ Խոսքը 8 միլիարդի մասին է։ Այսինքն պատկերացնում եք ինչքան ենք մենք հետ մնացել հակառակորդի ձևավորած համակարգերից։ Եկեք այսքանով բավարարենք, ոչ քնի շարժողի զեկույցը ես չգիտեմ այդ զեկույցը արխիվ կգնա թե մենք որպես եթե արխիվ գնա, նշանակում է մենք լավ չենք հասկացել մեր քնի հանձնաժողով ունենալու պահանջից։ Եթե արխիվ գնա դուք կհեռանաք կառավարող ուժի կազմից, որովհետև ես ամեն ինչ պետք է անեմ, որ այսպիսի աշխատանքը երբեք եթե գնա մեկը շուտ է, ինչ որ իմաստով անարգակ չի ձեր աշխատանքի նկատմամբ։ Ինքը չի կարող արխիվ գնա։ Օրենքները հստակ կարգավորում են այս լուծումը։ Ես ամսի 3-ին անցյալ ամսվա ուղարկել եմ ազգային ժողովի նախագահին։ Կանոնակարգ օրենքի 25-26 հոդվածը հստակ կանոնակարգում է, հետո ինչ պետք է լինի։ Հիմա ով ինչ ուզում ասի, արդեն զեկույցը ուղարկված է եւ ազգային ժողովի նախագահը մեկ լուծում ունի՝ լիագումար նիստ, որի ընթացքում կորոշվի զեկույցի ճակատագիրը, բաց, փակ, կիսաբաց, դրա հետագա բանը։ Վերջին ասով շատերը այսօր ընդդիմությունները ասում են կարող է արդեն ինչ որ տեղա գնանք կարդանք, չէ։ Դուք նախ պետքա մասնակցեք այդ աշխատանքին, չէ՞, փախել եք։ Չեն մասնակցել։ Հիմա մեկ էլ ընդդիմադիր մամուլը գրում է ժամկետան զեկույց։ Գետինը մտնեք զեկույցը չկարա ժամկետ անցնել։ Ժամկետած ձեր ուղեղն է, որտեղ այս զեկույցը բոլորինս է։ Մեզ է պետք, գայք մասնակցեիք, ավելի ուժեղ հիմնավորումներով մենք առաջ կգնայինք։ Արել ենք մաքսիմալը, որը օրենքը մեզ տվել է այդ հնարավորություն, ընդ որում սահմանադրություն տալիս է միայն պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովին այս աշխատանքները կազմակերպելու համար, թե քննիչ հանձնաժողովը քննչական գործողություններ, ոչ թե ինքը քննչական մարմին չի, բայց գործողությունների բնույթը քննչական են, տեղեկատվություն հավաքում ատարուկես եւ պատրաստում է զեկույց։ Զեկույցը պատրաստ լինելու իսկ պահից ուղարկվել ազգային ժողովին։ Բայց հարցի չպատասխանեցիք։ Դուք կհեռանաք կառավարող ուժի շարքերից, եթե ձեր զեկույցը, այսպես ասենք, արխիվ գցեն։ Դիլիթ անեն, պարոն Քոչարյան։ Բայց ո՞նց դիլիթ անեն։ Ինչի բանը քաղաքական ուժը լավ է կարա աշխատել եք, հանգիստ մնացեք։ Չի կարեցեն, ես նորից եմ ասում, նույնիսկ չկարողացամ փաստավակ խմբի մեր 5 զեկույցները դիլիթ անեն։
Միեդի որոշման մեջ դրված են փաստավակ խմբի զեկույցների հիմնավորումները, զեկույցներ, որոնք հիմնված են փաստերի վրա, նույնիսկ կորսված գարուն ֆիլմը էլի հիմնված է եղել փաստավակ խմբի աշխատանքի արդյունքների վրա։ Եվ արդյունքի հիմա տեսնում ենք, չէ՞, մարտի 1-ի երբ որ Փաշինյանը ասում են բացահայտված է, ոչ ոք չեն հասկանում, ինչի ասում բացահայտված է։ Եգորյան Տիգրանը ընդամենը 20 րոպե Պետրոս Ղազարյանի մոտ հյուրընկալվեց, քանի որ տարիներ շարունակ եղել է տուժողների իրավունքը ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի հետ։ Ամբողջ ուղնուցուցը գիտեր զեկույցների բովանդակությունը, դրանց մեջ եղած փաստերը։ Բա եթե կա զեկույց հատուկ միջոցների կիրառման անթույլատրելիության մասին, այնտեղ մանրամասն նշած է հրամանատարներ, անձնակազմ, որոշումներ, անթույլատրել դասընթացներ։ Եկեք չխառնենք իրար։ Չխառնենք, լավ, եկեք չխառնենք, այդ մարտի 1-ից անպայման կխոսենք մի քանի։ Բայց սա կարևոր բան է։ Շատ, հա, բան չեմ ասում, կխոսենք, բայց էլի տեսեք, դուք Զորաբ Մնացականյանի անուն տվեցիք, ես այս կոմ չընկնեմ, էլի պատերազմից առաջ Հայաստանի նկատմամբ եղել է հարկադրանք կամ շանտաժ կամ չգիտեմ առաջ Մի հատ հարց ենք տվել։ Չէ, տեսեք, այն իմաստով, որ գնացեք լուծման, այսինքն 5 տարածքները տվեք Ադրբեջանին առանց Արցախի կարգավիճակի հստակեցման, թե չէ պատերազմ կլինի, որովհետև գիտեք, որ Փաշինյան նախկին նախագահներ բանավեճ կա հրապարակային այն կոնտեքստում, որ հրապարակեք 19-ի խաղաղության պլան, այսինքն կոնտեքստը է ստեղծվում, որ եղել է խաղաղության պլան եւ այս իշխանությունը միտումնավոր հրաժարվել է եւ հայտարարել է պատերազմ Ադրբեջանին հրաժարվելով այդ ամեն ինչի։ Բոլոր նախագահները բոլորը ունեցել են հնարավորություն առաջին նախագահից սկսած խնդիրը լուծել այն ճանապարհով, ինչ որ դրված է եղել սեղանին։ Ոչ ոք ռիսկ չէր այդ խնդիրը լուծել։ Եկեք ձեր մասին խոսենք։ Ես իմ մասին էլ խոսեմ։ Այդ օրակարգերը դրված են եղել։ Բոլոր սկզբունքները գնացել են, եկել են, փոխվել են եւ այլն եւ այլն։ Բայց այդ ընթացքում խնդիրը չի լուծվել, շատ լավ իմանալով, որ հակառակորդը այնուամենայնիվ մեծ միջոցներ է դնում, ունենալով այդ հնարավորությունը ինքը կառուցում է նոր բանակ, ունենալով շատ լուրջ աջակիցներ, հանձինս Իսրայելի, նաև Ռուսաստանի, նաև Պակիստանի եւ այլն, Ռուսաստանը հատկապես 5 միլիարդի զինամթեր կավաճառը։ Մեր սահմանափակ ռեսուրսներով մենք պետք է կարողանայինք բանակցային գործընթացը այնպես տանենք, որպեսզի նախ աջակիցներ ունենայինք։ Լիսաբոնից հետո պարզ էր, որ մենք լուծումները պետքա քաղաքական ճանապարհով արագ գտնենք լուծումները, բայց անդադ պահում էինք ստատուս քվոն, իսկ ստատուս քվոն մեզ տանում էր փակուղի, եւ դրա լուծումները որևէ նախագահ չի տվել։ Երբ որ Օսկանյանը հելավ ասեց, գիտեք ինչ, Փաշինյանը ամենալեգիտիմ իշխանություն ձևավորված անձնավորություն, այդ թող ինքը լուծի։ Հարցը տալի ես հարաբերական հարցը, պարոն Օսկանյան, իսկ դու 10 տարի արտաքին գործերի նախարար լինելով, ինչ ես արել, որ այդ լուծումը քաղաքական լուծումները գտնվեն։ Փողզիջում ասած բառը ինչի մեջ է դրված եղել, որ բոլորը խուսափել են։ Վերջին հաշվով մի հատ կարծացեք, ինչ որ պայից սկսած ադրբեջանական բանակի ձևավորման հարցում Իսրայելը ակտիվ մասնակցություն է, քանի որ ես դրա մեջ բավականին խորացած եմ, ես շատ լավ գիտեի, որ ինչ որ պահեր եղան, որտեղ մենք չգիտակցեցինք որտեղից պետքա սկսենք հարցի կարգավորումը։ Լևոն Տեր-Պետրոսյանը գրեց պատերազմի խաղաղություն, իհարկե սկզբում գրեց ոչ իր անունով, բայց բոլորը գիտեին, որ ճգնաժամ առաջացավ նաև այդ ժամանակա քաղաքական իշխանության մեջ։ Օգտվեցին էլի ինչ որ ուժեր, բաժանարար գիծ առաջացավ ուժայինների, Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումների, բայց կարծում եմ, որ ամենամեծ հնարավորությունը ունեցել է առաջին նախագահը 96 թվականին դիլուզեր այդ հարցը։ Փողզիջումը ասելով իհարկե նայեք Իսրայելն էլ գնաց ծանր փողզիջումների, բայց իհարկե Իսխակ Ռաբինի կյանքի գնով դա եղավ, բայց դա փորձ էր Եգիպտոսի հետ։ Իհարկե փորձ էր, բայց եթե մենք այդ ճանապարհով չենք գնում, ապա պատերազմը ինչ են անում, որպեսզի հասնեն խաղաղության։ Մենք 94-ից հետո անընդհատ մտել ենք մեծամտության ձևավորման տիրույթ բոլոր պետական ինստիտուտներով։ Մենք չենք էլ հիշում այն պաշտոնյաները, որոնք եկան գնացին, բոլորը հարստացել են։ Նոր քիչ առաջ մինչև հաղորդումը սկսվել է, մարտի 1-ից ենք խոսում։ Բանում պատշգամբում ես նայում էի Աղվան Գառնիկովիչի առանձնատունը։ Ես ուզվեցի։ Մենք ոստի հաղթեինք։ Նման դատախազը, որ պատչում էր դատախազության դռները, որովհետև այդ դռները իրան տվել էր հնարավորություն աստղաբաշխական հարություն կուտակելու եւ տալ հնարավորություն բոլորին, նաեւ զինված ուժերի որոշակի աստիճանակարգ ունեցող սպայկազին հարստանալու։ Ես զարմանում եմ մուրճը, մանգաղը, ամեն ինչ ձեր ձեռքին է, դուք եք իշխանից, այնպես եք մունատ գալիս, կարծես ես վրա եմ մունատ գալիս։ Գլխավոր դատախազն եմ, դատարանն եմ, ես վրա եմ մունատ գալիս։ Ապորին է բռնական եք, պարոն Քոչարյան։ Եթե շշմել եք այդ առանձնատունը։ Բա շշմում եմ, որ չեն կարեմ ինչեւ հիմա։
Բա մենք խոսում ենք արտադրության համակարգի բացել տարիներ են անցել։ Բա խոսում ենք վեթինգի մասին, արտադրության մասին, արդարության զգացում։ Հա ապօրինի գույք, բայց հիմա աղվան Գառնիկիչը այստեղից մի հատ էլ ծակել է մտել է կողքի բազմաբնակարան շենքի առաջին հարկում, այնտեղ էլ ասում են մարզվում է։ Ինքը բոքսի մասնագետ էր, կարծեմ Բազարյանի հետ սպարինգ եղել է, Բազարյանը իրան մի Ես չգիտեմ, բայց վարչապետը երբ որ մուրճի նկար է հրապարակում, հարց է առաջանում, որտեղի դա օգտագործում, բայց եկեք մեր թեմային էլի վերադառնանք։ Ես մեկ sense որ շեղվում եմ։ Շեղումներ անում։ Հիմա բայց զորավ մնացականի պարը։ Կնեք, այսինքն հարկադրանք, պարոն Քոչարյան, Հայաստանի նկատմամբ, որ գնացեք այս լուծումներին, 5 տարածքներ տվեք, թե չէ Լավրովի պլանը ըստ էության ինչ որ չափով հարկադրանքի էլեմենտ ուներ։ Այսինքն Սիրիայից հետո ինչ որ վիճակ էր փոխվում աշխարհում եւ անդադ զգուշացնում էին դիվանագետները, բաները, որ լուծումների պետքա բան ունենանք, վճռական որոշում կայացնելու քաղաքական կամպ ունենանք։ Բայց դեպքերը իներցիայով այնպես զարգացան, որ մենք հուլիսի Տաուշյան դեպքերից հետո մենք հայտնվեցինք լրիվ այլ իրականության մեջ։ Զորավ մնացքային հարցել ենք, դու երբ զգացիր որպես արտաքին գործերի նախարար, որ ինչ որ բան փոխվեց, վերջին աշխարհ բանակցային ակտիվ process-ներ կար։ Այո, հուլիսյան դեպքերը ինչ որտեղ պետք է ավելի խոր ուսումնասիրվի, ոնց եղավ, մեր մասնակցությունը այդ ակտիվ անիմաստ գուցե ինչ որտեղ այդտեղ են ասում, որ հայկական կողմն է սադրել։ Ոչ մենք 44 օրյան է հայկական կողմը նման կարգի սադրիչ գործողություններին ներքաշելը դա ավելի մեծ օպերատիվ պլանավորում է նախատեսում, ընդ որում արտաքին հետախուզական միջամտության նաև շնորհիվ, բայց որին մենք մասնակցել ենք։ Կարծեմ կորպուսի հրամանատարը Յուրի Խաչատուրովի տղա Գրիշան էր։ Եվ այդտեղ, չգիտեմ, այդ գործողությունները ինչ տվեց մեզ, բացի այն process-ի հնարավորությունը հակառակորդին, որպեսզի ինքը ասի, ես շարժում եմ ՄԱԿ-ի բանաձևով, որտեղ Ալիևը հասկացավ, որ կարող է իշխանություն կորցնի Բաքվում։ Ամեն դեպքում վարչապետն էր ազգային հերոս տալիս։ Ես բան չասեցի, բայց վարչապետին զեկուցողները ովքեր են։ Հետո կյանքը իմաստություն է տալի նաև ժամանակի մեջ։ Հիմա մենք ունենք այս իրողությունը եւ դրա համար նորից գալիս ենք քննիչ հանձնաժողովի զեկուցին։ Զեկուցը հավաքագրել է շատ դրվագներ եւ դա մեզ պետք է որպեսզի նաև որոշում կայացնելորի մոտ իմաստության մակարդակը բարձրանա։ Նաև ես ինձ հերո չեմ կապում։ Դուք ինձ հարց եք տալի, դուք ինչ պետք է անեք։ Ես 90 թվականին, երբ որ Ղարաբաղ կոմիտեն, ես երիտասարդ տղա էի։ Չգիտեմ ինչից ելնելով, բայց հիմա հասկանում եմ ինչից ելնելով, ինձ կանչեցին եւ առաջարկեցին ներքին գործերի սովետական միությունը դեռ կար փոխնախարարի պաշտոնը եւ ես հիմա եմ հասկանում այն ժամանակ էլի հեղափոխական իրավիճակ էր եւ մենք ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք սովետական իրողությունից ելնելով նաև մտածենք անվտանգային խնդիրների մասին։ Իհարկե Վազգեն Սարգսյանը այն ժամանակ ղեկավարում էր այն հանձնաժողովը, որը հիմա ես եմ ղեկավարում, եւ այդ ամբողջ բանը շարժվեց, հետո ստացավ իմաստություն հանձինս տարբեր երկրներից Հայաստան եկած զինվորական գործիչների, դրանք դարձան կառույցները ավելի արագ ստացան այն մասնաբաժինը, որ սովետական միության փլուզումից հետո ստացան յուրաքանչյուր հանրապետություն, մեր 7-րդ բանակներ, դրա հիման վրա ստեղծվեց զինված ուժերը, նաև ֆիդայական հոգեբանությունը լուծվեց, նաև կառավարման այդ տրամաբանության մեջ եւ դա թողեց արագացում։ Ադրբեջանը դեռ այն ժամանակ շատ թույլ էր։ Ուզեին թե չուզեին, մի քանի փորձ ունեցան, որպեսզի ռևանշի հնարավորությունները եւ հակադարձումը կառավարման տեսակետից եղավ այնպեսին, որ իրանք վերջնականապես 94-ին ստորագրեցին հրադադարի պահանջ։ Կներեք, ես իրական շնորհակալ եմ, որ դուք գնացիք 90-ականներ, որովհետեւ այսօր ձեր թիմակիցները ԿՓ կուսակցության տարբեր ներկայացուցիչներ Արցախյան շարժումը կամ պայքարը ռումբ են համարում Հայաստանի պետականության տակ, ընդհանուր առաջ են գնում այն աշճանի, որ դա այսպես սովետական KGB-ի գծած պլաններ ներողություն եմ խնդրում, հա, այս բառը օգտագործելու համար մեր գրպանը, սա շատ հայտնի այսպես տեսակետ է, քանի որ դուք այդ դեպքերի մասնակից եք, դուք կիսում եք նման գնահատական։ Այն ժամանակ եթե հետ հայացք անենք, այն ժամանակ մենք տեսնում ենք ռմբակոծվող տարածքներ, որտեղ ապրում էին հայերը, երեխաներ մահացած, հարձակում մեր հայերով բնակեցված գյուղերի վրա, այստեղ ավտոմատ ձևավորում էին խմբեր, որոնք գնում էին պաշտպանային այն մարդկանց, որոնք անպաշտպան էին, որը պետք է պաշտպանային սովետական զինված ուժերը։ Հիշում եք Կոլցո օպերացիա։
Գետաշարժ։ Եվ ինչ զգացում պիտի ունենար այն ժամանակ սովետական միության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք տեսնում էին իրենց աչքի առաջ, թե ինչ է կատարվում Արցախում, որտեղ ապրում էին մեծամասամբ հայեր։ Հարձակումներ, ինչ գործողություն ասես կար։ Այստեղ խմբեր էին ձևավորում, ընդ որում ավտոմատ ինքնակառավարման սկզբունքով։ Հետո այդ ամբողջը դարձավ քաղաքական օրակարգի մաս։ Գերագույն խորհուրդը որոշում ներկայացրեց, Արցախը մարզխորհուրդը որոշում ներկայացնում։ Այդ մարզխորհրդի որոշումը մի քանի անգամ փոխվեց։ Գուցե այն ժամանակ իմաստությունը, մեծ քաղաքական իմաստությունը բոլորիս պետքա այլ հայացք ներառեր, որ մենք որոշումներ կայացնելուց իմանայինք։ Վերջին հաշվով մենք սկսեցինք միասնության, հա, լոզունգով, հետո դարձանք երկու պետական միավորներ։ Հետո մեկ էլ ունեցանք հաջողություններ։ Հաջողությունները մեզ ավելի բթացրեցին, որտեղ այդ հաջողություններից հետո պետք է մտածեի խաղաղության մասին։ Չեք մտածել խաղաղության մասին։ Իսկ դա ռումբ էր, պարոն Քոչարյան, Հայաստան պետական։ Եթե մենք Արցախյան շարժումը անխուսափելի պետք է լիներ, թե պլանավորված էր, թե չէ, թե ինչ որ գերտերություններ պլանավորել էին այդ հակասություններով լի տարածքները պայթեցնելու եւ բնականաբար կարա այդպիսի տեսակետ լինի, բայց մենք այս հողի վրա տեսնում էինք, որ Լաչինի միջանցքը փակ էր, այնտեղ մեր ազգաբնակությունը կոտորածի առաջ կարող է կանգնել, վերջին հաշվով ցեղասպանությունը անդադ մեզ ուղեկցել է յուրաքանչյուրից, որ այդպիսի ցեղասպանությունը պետք է կանխել, ստեղծվեցին ավտոմատ են ստեղծվել։ Երբ որ հաբը ստեղծվում էր, ոչ մեկը որոշում չի կայացրել հաբ ստեղծելու։ Երբ որ արդեն պետքա պետական, հա, երկապա ջոկատները որ ստեղծում են, Ղարաբաղ կոմիտեն որոշում էր կայացնում, որ գոնե խնդիրները լուծեն, եթե կրակում են մեր վրա, գոնե չզոկացնենք այդ կրակոցները։ Պրոցեսները գնացին մինչև բանակաշինություն։ Բանակը կառուցվեց, բանակ ունեցավ հաջողություն, հաջորդ փուլերը այ արդեն սկսվեց այն, ինչը որ պետքա արվեր այն ժամանակ, այսինքն փոխզիջումային տարբերակով գտնել այն լուծումը, որովհետև արդեն գալու էր ռեսուրսների կռիվ։ Վազգեն Սարգսյանը որոշում կայացրեց վարչապետ դառնալու, որովհետև հասկանում էր, որ ռեսուրսների կռվին պետքա պատրաստ լինել, որովհետև բանակը այն ինչ որ պիաներ այն ժամանակ արել է։ Հետո հիշում եք, բայց մենք ունեցանք հոկտեմբերի 27։ Լավ, եկեք վերադառնանք զեկույցին, պարոն Քոչարյան։ Տեսեք, դուք ասացիք, ոնց պատտվում եք զեկույցից ողջ եք գալ։ Շատ այսպես կարևոր թեմա է։ Դուք ասացիք, որ ըստ էության մի քանի օր առաջ, 1-2 օր առաջ հետախուզությունը Հայաստանին տվել է, պատերազմի հայկական կողմին տվել է պատերազմի հավանականության մասին տեղեկատվություն։ Սամվել Բաբայանը այն ժամանակ ասում էր, որ մեր հակաօդային պաշտպանության միջոցները 40-50%, եթե չեմ սխալվում, խփվել է առաջին օրերին։ Եթե մենք ունեցել ենք տեղեկություններ, ինչու չեն այս հակաօդային պաշտպանության միջոցները տեղ փոխարվել եւ հակառակորդին մոլորեցրել։ Նույնը վերաբերվում է նաև զորամասերին, որոնք հարվածի տակ են ընկել։ Զորամասերը բացազատված են եղել։ Բաբայանը մի քիչ ամբողջությամբ բացահայտված։ Այո, բացազատված են եղել։ Այսինքն զորանոցների հարվածներ չեն եղել այդպես։ Մի պահ բացազատվել։ Մարդկային կորուստներ բերելով, պարոն Քոչարյան։ Նախ ունեցել ենք, բայց զորամասերից ազնագազմը դուրս հանվել է տեխնիկայով։ Բոլորը։ Ասենք իմ տղան ծառայել է Հայկազով զորամասում, իրենք պատերազմից մի քանի օր առաջ բարձրացվել են։ Շատ լավ։ Իսկ հակաօդային պաշտպանությունը մերը չի արդիականացել, նոր սկսվել էր արդիականացնել, նաև 18 թվականի փոփոխությունից հետո տոր համակարգերը սկսեցին ներկրվել Հայաստան, հիմնականում տեղակայվեցին եւ պատերազմի ընթացքում մինչեւ վերջին պահը տոր համակարգերից 1-2 հա դիվիզիոն դեռ ծառայության մեջ էր, բայց խոցվել էին։ Այդ ընթացքում նաև մենք փորձում ենք Իժևսկի գործանից պայստամասերը արագ բերենք, լոգիստիկ, բարդագույն խնդիրների առաջ էր կանգնած վարչապետի բորտը վերջը ծառայում էր այդ նպատակին, ճանապարհները փակ էին հասամար եւ հարևանների կողմից, ճիշտ հասկացեք։ Դրա համար մեր պահեստները, եթե մենք մտածում էինք, որ կարա պատերազմի վերածվի, մենք պիտի պատրաստ լինեինք, այլ ոչ թե մեծամտածած ասենք մեր դեմ խաղ չկա։ Զենք կրելու գործիներ, ոչ միայն ասենք, մարդկային ռեսուրսը, պայստազորը ինչ վիճակի։ Չէ, ասացիք վարչապետի բորտը ծառայում էր այդ նպատակին։ Բա ինչով, այո։ Տեխնիկա բերելու նպատակին զենք։ Այո, բայց այդ մասին էլ զեկուցում կա։ Հիմա դուք ինձ անդադ տանում եք, որ ես ասեմ, բա այդ դեպքում կասեն զեկույց, ասեն թե դա արխիվ։ Բայց հանրության համար եք, չէ՞, զեկույցը։ Ես ուզում եմ որ հանրությունը իմանա։ Այլի բաներ կա, որ հանրությունը իմանա, օրինակ ես մտածում եմ, ախր չէ որ եղել են որոշումներ, որ ես չեմ կարող հրապարակել։ Բայց այդ որոշումները
արվել են, որովհետև վերջին հույսի որոշումներ։ Բայց այդ որոշումները եղել են։ Վերջին հաշվով մեր զինվորականությունը նաև կռվել է, այնպես չի, որ մենք ճեղքում եղավ։ Չէ, մենք վերջին հաշվով քարորիա պատերազմից եթե դասեր քաղային, լելեթափ ենք ասում։ Հա, լելեթափ։ Վերջին հաշվով հակառակորդը նույն ուղղություններով ճեղքում արեց, որտեղ այդ ուղղությունը պետք է գիտակցեին, որ հիմնական ուղղություն պետք է լինի։ Մեր զինվորականները չգիտակցեցին, որտեղ մանրամասն չէին փորձել հասկանալ ինչի համար հարավը դեպի մեղրի էր։ Ճեղքում եղել է հարավից։ Զորամասեր կարծեմ լուծարվել են, չէ՞, պարոն Քոչարյան։ Այո, զորամասեր լուծարվել են։ Ո՞վ էր որոշել այդ զորամասերը լուծարել։ Գուցե զեկույց ներկայացնելուց ասեմ։ Որոշում կայացնողները հայտնի են, քրեական գործեր կան, քննվում են այդ գործերը։ Այո, զորամասեր են լուծարվել, որը իրավունք չունեն լուծարեն, հատկապես հարավում։ Ավելին ձեզ ասեմ, նաև զորամասեր կան, որտեղ մեր ազգաբնակությունը պատրաստ չէր հնարավոր զարգացումներին, նաև մեր հասարակությունը պետք է պատրաստ լինի, որտեղ իրենց նաև երեխաները ծառայության մեջ են եւ այդ ամբողջի մեջ պետք է նաև աջակցություն, հասարակական աջակցություն, քաղաքական ուժերի կողմից աջակցություն։ Ինչի հենց այդ ժամանակ սկսվեց հարձակումը, COVID։ Գագիկ Ծառուկյանին նստեցնում են Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակ, հիշում եմ։ Չէ, եկեք չմտնենք այդ դաշտ։ Չէ, ուզում եմ ասել լարվածություն կա Հայաստանում։ Պետական ինստիտուտները մենք իներցիայով նորից գտնվում ենք, այսպես որ մեր դեմ խաղ չկա։ Բայց նաև պատահական չասեցի ունի Գասպարյանի առաջարկը նշանակվելուց հետո հանրապետության վարչապետին եւ դա արձանագրված է։ Եվ այդ առաջարկը ընդունված է եւ սկսել է process-ը, բայց ժամանակ արդեն չհերիքեց։ Դրանից հետո մեր բանից հետո, հա, վերջին հաշվով պատերազմից հետո, պատերազմի ելքից հետո Հայաստանի իշխանությունները քայլեր են անում, որը պետք է արված լիներ շատ վաղուց։ Հիմա փողը կար այն ժամանակ չկար։ Փողը հեն աղվան Հովսեփյանի պատերի մեջ է։ Բոլոր կոռուպցիայի մեջ խրված պետական գործիչները։ Պարոն Քոչարյան, բանականց եք։ Չէ, հա։ Հա։ Դուք ոնց որ տեղերով շփոթում եք, էլի, ոնց որ դուք լրագրողը լինեք ես։ Կառավարողը լինեք իմ մոտեցումները, նաև ես դժգոհ եմ, որովհետև ես գիտեմ պատճառները որտեղ են մեր պարտությունները, որտեղ եւ քարորիայի ժամանակ եւ դրանից հետո 44 օրերի ժամանակ վերջին հաշվով պարտության հիմքերը մանրակրկիտ է ուսումնասիրվել։ Ժամկետանց զեկույցը տալիս այդ հարցերի պատասխանը, թող Թագուհի Թոմասյանը սպասի ժամկետանց զեկույցին, որտեղ դա ինչքան ինձ է պետք, մեր պետությանն է պետք, այնքան էլ նաև ընդդիմությանն է պետք, որի աշխատանքից նաև բոլորը փախել են, եւ պատիվումները եւ Հայաստան խմբակցությունը։ Իսկ զորամասերը ով է լուծարել եւ ինչ նպատակով, վեհ նպատակով, թե միտումնավոր վնաս տալու, պարոն Քոչարյան, ձեր կարծիքով։ Երևի չեն հասկացել, որ պատերազմը մոտ է։ Վնաս տալու չեմ կարծում։ Դժվար է Արտակ Դավթյանը վնաս տալու միտում ունենար։ Չէ։ Չէ։ Խելք ունենային։ Եվ վերջին հաշվով ավելի սահմանափակ ռեսուրսներով մենք 94-ին պարտադրել ենք հրադադար։ Ինչ կար դրա մեջ։ Ես ասացի մի քանի կոմպոնենտ. որակյալ սպայակազմ, ոգի, նպատակ, ավարտից հետո մենք դիշարունակենք դեպի խաղաղություն։ Հիմա ենք խոսում խաղաղությունից ոչ շահեկան պայմաններով, բայց այն ժամանակ բոլոր նախագահները 20 տարի Ղարաբաղյան ծագում ունեցող երկու նախագահ են ունեցել։ Ինչի չեն գնում խաղաղություն, որտեղ խաղաղությունը ստատուս քվոն էր պետք իրենց։ Այդ հարցի պատասխանը կա զեկույցում, պարոն Քոչարյան։ Այո, բայց ինչ եք անդադ իմ զեկույցի դրույթները փորձում քաշեք։ Որովհետև կասկածում եմ, որ կհրապարակվի, պարոն Քոչարյան։ Եթե կասկած լինի, դուք պարտավոր եք պարոն Քոչարյանին եւ ոչ միայն պարոն Քոչարյանին, հանձնաժողովի էլի անդամների, ասեք, այս զեկույցում համար եք արել։ Դե մենք այս ժամկետանց, այդ ինչ ժամկետանց։ Հրապարակային քաղաքացիական պայմանագիր կնքեցինք, որ 1-2 ամիս հետո կգաք էլի այստեղ եւ մեր հարցերին կպատասխանեք, չէ՞։ Ես պարտավոր եմ գամ, ոչ միայն ձեր մոտ, ինչի ձեր մոտ, որովհետեւ ես երևի ավելի շուտ դիգայի, մեր զրույցը դեռ հələ շատ դրվագներ կա, չնայած ֆակտորի հետ ես միշտ ունեցել եմ որոշակի կոնտակտներ դեռ 18 թվականից սկսած, հա։ Հեղափոխությունից առաջ մենք ձեզ հարթակ ենք տրամադրում եթերին։ Պարոն Քոչարյան, իսկ դուք իմ հարցին ինչու չպատասխանեցիք։ Բայց պատասխանը բոլորը։ Հակաօդային պաշտպանության միջոցները ինչու են խոսվել առաջին օրվա ընթացքում։ Եթե մենք առաջինը պետքա խոսվեին, ուրեմն զորամասերը հակաօդային պաշտպանություն, որտեվ պետքա
օթից հարվածներ ստանային։ Այն ինչ որ մենք չենք հասկացել քարորիայից հետո։ Մենք ունեցել ենք ռազմաօթային ուժերի ղեկավար, որը այդպես էլ այն ժամանակ բանակում այդ խոսույթը կա։ Այդ ինչ է որ վերջերդը կանեն քամիկանի սա կթափեն գիդին։ Անօթաչուների մասին այդպես բան չէր կարելներ։ Մենք մինիստրի տեղական ենք ունեցել, որն ասել է ցիտիկներին գրանատամյոտով խփենք, ինչ խփել։ Այսօր ամբողջ աշխարհը բարձրացել է վերևից է կրակը թափում։ Սամականում են եւ դառնում են ավելի թիրախային, բայց հիմա մենք դասընթացներ ենք անում 3 ես մասնակցեցի մեր ուսուցման մի հատ կենտրոնում, օրինակ ուզեի որ բոլորը հսկայական քանակի երեխաներ ողջորված FPV դրոնների այդ պատրաստման դասընթացներին, բայց դա մենք պետք է առած լինենք վաղուց։ Այսօր մենք ռազմաարդյունաբերության մեջ հաջողել ենք, չէ՞։ Հակոբ Հարշակյան այնուամենայնիվ հիմքեր դրեց։ Ես ուրանամ դա։ Կա Հայաստանում սեփական ռազմաարդյունաբերություն, որովհետև ձեզնից առաջ ընկնեմ եւ ասեմ, որ երևի ձեր եզրահանգումներից մեկն էլ է, որ հավանական պատերազմի դեպքում Հայաստանը շրջափակվելու է եւ սեփական անկախ ռեսուրսներ պետք է ունենա որոշակի մթերքներ արտադրելու։ Ռազմաարդյունաբերությունը այնուամենայնիվ զարգացավ, որովհետև կառավարությունը տեսավ, որ այդ պոտենցիալը պետքա զարգացնի։ Միջոցներ տրամադրեց, օրենքների մեջ փոփոխություններ արեց, ինչեւ արվում են։ Եվ եթե այն ժամանակ մենք Դավիթը դեռ դավառոն ընկերությունը նոր է ձևավորվում, այնուամենայնիվ այսօր մենք ունենք տեսականի։ Այսօր Սամոսյան Արամը, որը չլինելով այդ ոլորտի անձնավորություն, իր առաջնորդության հետ, բանով, ոգով վարակիչ եղավ եւ հավաքեց նաեւ բազմաթիվ ինտելեկտուալ կարողություններ, սիրահայեր եւ այլն, որոնք մասնակցում են։ Այսօր մենք նայում ենք արհեստական ինտելեկտի տեսանկյունից մեր հնարավորությունները։ Երբ որ GeoVibe ես գնում, Էրիկ հետ երբ որ շփվում ես, եւ այդ թիմերը սկսեցին ներդաշնակվել իրար հետ։ Խնդիրը անվտանգային, բայց սա մենք պետք է շուտ սկսած լինենք։ Հիմա պատերազմը ունեցավ այս արդյունքը, բայց կյանքը շարունակվում է։ Խնդիրը խաղաղությունն է։ Խաղաղությունը, եթե ամեն օր խաղաղության, դա պարգև է մեզ մեր խնդիրները լուծելու համար։ Մենք այսօր պատրաստվում ենք նախորդ պատերազմին, թե հաջորդի հաջորդ պատերազմին, պարոն Քոչարյան։ Իմ տեղակալը Արմեն Խաչատրյանը մի սիրում է այդպես ասի 4-րդ սերունդ, 5-րդ սերունդ, 6-րդ սերունդ, իր ողջավորությունը շատ է։ Մեկ-մեկ ես ասում եմ Արմեն, բեր զսպենք մեզ, որովհետև մենք ուրախանում ենք մեր ծերունիները։ Իմ ջորս մեր հանձնաժողովի խումբ ունենք, որը պարբերաբար անդադ ռազմաարդյունաբերության մեր բաների մեջ պատտվում ենք, իրանց հետ ապրում ենք, իրանց հետ քննարկում ենք, բայց պետք է այսօր մտածենք նաև այդ կարողությունները արտահանելու մասին, որը մեզ կտա հնարավորություն թարմանալ իհարկե։ Բայց ինչ ես ինձ խոսացնում։ Չէ, չեմ խոսացնում, այսինքն այսպես տեղեկատվություն չտրամադրենք։ Իմիջիայլոց ասեմ, մեր այս բազմաթիվ բաներ արեցինք, որ ուզեցինք ընդդիմությունն էլ ողջորվի։ Երբ որ շատ են ողջորվում, Գեղամանուկյան ասում, Քոչարյան Անդրանիկը ժամանակին շուտ ողջորվում։ Այնակ ասում են մենք անպաշտպան ենք։ Շատ հաճախ ոչ մի դաս չի քաղվել, ձեռքերը բարձրացրած վիճակ է, հիմա խաղաղությամբ կերակրում են ժողովրդին։ Լավ ենք անում, մենք ձգտում ենք խաղաղության։ Խաղաղության ամեն օրը մեր համար պարգև է այս խնդիրները լուծելու համար։ Դիրքերը չեն կահավորվել, Սուտ են ասում։ Զենք չենք։ Սուտ են ասում, ով որ ասում է ցանկատուրին։ Զենք չենք արտադրում։ Դե ձեր գործընկերներն են ռագատկա են արտադրում։ Ազգային ժողովում այդ նրանք ստանում են իրենց հակադարձում, այսօր էլ։ Մեր հանձնաժողովի անդամը հելավ 25 օրյա հավաքների հետ կապված ինչ որ բան ասած, բայց փոխնախարար այնքան գեղեցիկ շեշտադրումներով բոլոր հարցերի պատասխանը տվեց, իրենք մտածում են այն ժամանակվա տրամաբանությամբ։ Բայց այսօր ամեն օրը ինչ որ խնդիր է լուծում։ Խաղաղություն մեզ տվեց հնարավորություն, այսօր համարյա չենք խոսում արդեն միջանձնային հարաբերությունների մասին։ Այդ հենց այնց ստացվեց։ Ո՞նց ստացվեց։ Ինչ որ սկսվեց ուժային միջամտությամբ, մեր ռազմական ոստիկանության կառույցները շատ հզորացան, բայց իրանք չլեկտիացան։ Հզորացան։ Ինչի հաշվին։ Նաև ոստիկանության լավագույն կադրերի։ Բաբսոս չեն այդ կադրերը այսօր եթե լինեին ներքին գործերում, ես միշտ ասել եմ։ Այսօր եւ ՌՎՈ-ում, եւ հակակոռուպցիոն կոմիտեում, եւ քննչականում փոշիացման բանա գնացել, լավագույն կադրեր այլ տեղեր են գնացել։ Իմիջիայլոց երբ որ ռազմական ոստիկանությունը ստեղծում ենք եւ Աթաբեկյան Սերգեյ Գուրգենիչ արդեն ուներ 2800 հաստիկ,
եւ քանի որ բանակի աշխատավարձը բարձր էր, ներքին գործերի նախարարությունից լավագույնները սկսեցին տեղափոխվել եւ Վանո Սիրադեղյանը անօրինական խորհրդում հարց դրեց, ասեն չի կարա լինի։ Չէ՞ որ այդպիսի կառուցվածքով լավագույնները գալիս են, բա մենք ինչ պետք է անենք։ Ես ուզում ասեմ, որ անվտանգային միջավայրի կադրային բաշխումը պետք է լինի համաչափ։ Դա է բանակում։ Հիմա մեկը պետք է շատ արագ չզարգանա, մյուսը պակասի։ Մի հատ էլ օրինակ վերեմ, մեղադրելով ներքին գործերի նախարարության ղեկավարությանը 3 տարի առատկություն ավել։ Մենք ներքին գործերի նախարարությանը օժտեցին գաղտնալսելու իրավունքով։ Մինչև հիմա գաղտնալսման համակարգերը չկան։ Չէ որ դա օպերատիվ ծառայությունների համար կլիներ մի հատ լրացուցիչ հնարավորություն օր առաջ հայտնաբերելու թե որտեղ ինչա կատարվում։ Եվ Մերձևանում չէ լինեց սպանությունը։ Կարող է չլիներ։ Մտահոգիչ չի ներքին անվտանգային խնդիրները բնակչության։ Շատ։ Ինչն է ձեզ մտահոգ։ Մտահոգումը, որ բավականին շատ զենք կան եւ օպերատիվ քարտեզը ես չեմ տեսնում Հայաստանի Հանրապետություն, ռեգիոններ, մարզեր, գյուղեր, քրեական ենթամշակույթ եւ այս երևույթները շատ մտահոգում։ Վերջին հաշվով դրա դեմ պայքարի հիմնական հսկող մարմինը գլխավոր դատախազությունը պետք է տա այդ հարցերի պատասխանը։ Քարտեզը ես վերջը ունեմ փորձառություն եւ ես տեսել եմ թե այդպիսի իրավիճակներում օպերատիվ ծառայությունները ինչ քայլեր պետք է անեն, նրանք գիտեին ամեն մի նման ուրեմն իրավիճակի պատճառները եւ մարդկանց։ Հիմա եկեք հասկանանք, այսօր այդպես է թե չէ, մենք բարեփոխումներ ենք արել, շատ կարեւոր բարեփոխումներ ենք արել եւ խիստ անհրաժեշտ, բայց այդ բարեփոխումներից հետո մենք պետք է նաեւ արդյունքները գնահատենք։ Տեսեք, բարեփոխումների արդյունքում ներքին գործերի նախարարությունից քննչական մարմինները հանել են, ազգային անվտանգությունից հանել են եւ այլն։ Այսօր շատ քիչ երկրներ կարող է լինեն, որ քննչական մարմինների կողքը օպերատիվ բլոկը չլինի, ինչպես մեր հակակոռուպցիոն կոմիտեն է։ Դրա համար իրենց արդյունքները շատ շոշափելի են, բայց այդ ամբողջը պետքա մի հատ վերանայվի եւ նաեւ որ ասում ես բադուկ խիչ եք անում։ Ես էլ ասում եմ, մի հատ լսումներ կազմակերպեցինք, արդյունքում պարզվեց, որ մենք դեռ պետքա շարունակենք պարլամենտը իր վերահսկողական ֆունկցիաները պետքա պարբերաբար ավելի ակտիվացնի։ Մի լսումներ կազմակերպեցիք, սկանդալով ավարտվեց։ Ինչ է սկանդալ։ Արգիշտի Քարամյանը։ Եկան փոփոխություններ, ես ասեմ Արգիշտի Քարամյանը, եթե ուրիշ բան չասենք, իր կառավարման ընթացքում ինքը անհետ կորեցների հետագծի հետ կապված քննության սխեմաները բավականին ազդեցիկ ին վրա գոնե տպավորություն են թողել։ Բայց այդ քննիչները նաև իրանք էլ պետքա հանգիստ չնստեն։ Պարոն Քոչարյան, ճիշտ եմ հիշում 17000 անհետացած զենք պատերազմից հետո։ Թիվը ճիշտ եմ հիշում։ Եւ մենք մասսայական զինաթափում չտեսանք այդպես։ Երբ որ էջմիածնում եղան կրակոցներ եւ զոհեր, ես հանրային իմ խոսքում, կարծեմ մոտ հանրաժողովի նիստեր, ես անմիջապես հրապարակային ասացի, որ քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը պետքա գա ազգային ժողով եւ մեզ ներկայացնի այն աշխատանքը, որ պետք է իրականացնեն զենքերի արգելման հսկայական քանակի պատերազմատու զենքեր են կորել։ Չտեսանք այդպիսի մասսայական տեսաններ, որ խմբեր զինաթափ։ Բայց հիմա եկել է պահը, քայլերը նետել են, հիմա քայլերը հավաքելու ժամանակն է։ Ուզում եմ հասկանամ, այդ զենքերի ինչի չգիտեին, որ փարակարը միշտ եղել է վիճահարույց։ Միշտ։ Նախ Էջմիածինը զարմանալիորեն միշտ եղել է ամենաշատ բաներ ֆիդայիններ, խմբեր, ջոկատներ, իսկ փարակարում են ընդգծված եւ այդ զենքերով մարդիկ գնացել, եկել են, կեսը պահել են, կեսը տվել են, բայց զենք պետքա պահված չլինի, զենքերը պետքա արգրավեն, զենքերը մի օր դուրս են գալի եւ դառնում են այսպիսի խնդիր։ Էլ չեմ ասում, ընդհանրապես օպերատիվ քարտեզ ասած, պետքա բոլոր ծառայություններին տեղական ինքնակառավարում լինի, ուժային կառույցներ լինեն, հոգեբաններ լինեն, նրանք մեզ հասկացնեն։ Էս ինչա կատարվում փարակարում, որ սենց է։ Ինչի սենց եղավ։ ՆԳՆ նախարարին այդ հարցը կտակ հարց ու պատասխանի ժամանակ։ Ես հարցը չեմ տա, ես որ նկատել եք, հարց ու պատասխանի ժամանակ պարլամենտի վերահսկողության միջավայրում գտնվող որևէ կառույցի հարց չեմ տալի։ Ես գերադասում եմ անմիջական շփումներ ունենամ այդ կառույցի ղեկավարների նաև աշխատանքային քննարկումներ, որտեղ ես պետքա ավելի մանրամասն քննարկեմ եւ մենք հաջողում ենք այդտեղ։ Վերջապես բյուջեի քննարկում ենք ունենալու փակ մաս, բաց մաս։ Հիմա այդտեղ քննարկումները փակ մասում շատ անկաշկանդ է անցել բոլոր ուժայիններով։ Ամենամանրակրկիտ։
Լավ, էլի կասեք վերադառնում ես զեկույցին, բայց մի կարևոր բան կա, ես հիշում եմ վարչապետը երբ որ խոսում էր ազգային ժողովում, ձեր հանձնաժողովում, նա ասում էր, որ շատ բառացի չեմ բերում էլի, որ կային զինատեսակներ, եթե չեմ սխալվում Իսկանդերը, որ մեր տնօրինման տակ չի եղել, այսինքն մենք զենքի կիրառման նկատմամբ ամբողջական իրավունքներ չենք ունեցել եւ այն ժամանակ պարոն Օհանյանը հակադարձեց, որ այդպիսի բան չկա, մեր տակ լիազորությունների տակ գտնված զենքերը մենք կիրառել ենք եւ վարչապետի մի հայտարարություն Պարոն Օհանյանը կիրառել է այսքան։ Չէ, նկատի ունի, որ իրավունքը ունեցել ենք։ Ինքը ուրեմն ինֆորմացված չի։ Այդ ինձ Իսկանդերի պատմությունն էլ հիշում եք 10 կամ 15%-ով Իսկանդերի հետ կապված զեկույցում կա մի ամբողջ պարբերություն։ Եվ ո՞րն է ձեր եզրակացությունը։ Ես գիտեմ եզրակացությունը զեկույցը ներկայացնելուց անպայման ես ուզում եմ Իսկանդերի հետ կապված խնդիրը մանրամասն ներկայացնել։ Որովհետև շատ հարցեր կան։ Ես անպայման կներկայացնեմ, եւ դրա համար զեկույցը շատ կարևոր է։ Զեկույցը չի կարող արխիվացվի։ Ափսոս է, այդ որոշումները, նաեւ կայացված որոշումները չի կարող անտեսվի, որովհետեւ այնուամենայնիվ փորձ արվի ամեն ինչ արվի, որպեսզի փրկվեն մարդկային կյանքեր, սահմանափակ ռեսուրսներով։ Տեսեք, ես խոսում եմ վարչապետի ինքնաթիռի մասին։ Ես խոսում եմ հետախուզական թերացումներ, թերացում չի եղել։ Կարելի ասել ձեռքբերումների սխալ օգտագործելու մասին։ Ես խոսում եմ մենք տարիներ շարունակ պետք է այդ ուղղությունները շատ զարգացած լինեն եւ տեխնիկապես եւ մարդկային ռեսուրսի տեսանկյունից օպերատիվ հետախուզական մեր մարդկային կարողությունները հակառակորդների տարածքներում չեղել սովետական մենք ունեցել ենք առաջի կառույցներից մեկի 90-ականներին բանակի որ ստեղծեց բանակային հետախուզություններ գնդապետ Ղուկասովի գլխավորությամբ միջոց ինքը 90-ին մոտ է բայց դեռ հիշողություն եկան թարմ ես մեկ զարմանում եմ որ հետո խոսում եմ մեր իրականացրած օպերացիաների մասին նես բաները հիշում ասում դու հիշում ես այս գործողությունների ժամանակ ով թերացավ որտեղ հետաքրությունը նաև մեզ պարբերաբար պետք է ղեկավարությանը զեկուցեր թե ով է մեզ խափում սա գալիս են ասում են մենք հաղթեցինք կամ եթե պարտվում են ասում են բոլորը մեղավոր են բացի մեզանից բայց հետաքրության խնդիրը ոչ միայն հետախուզական տեղեկություններ հավաքագրելը եւ ղեկավարությանը տեղեկացնելն էր այլ նաև գործողությունից հետո այդ վերլուծությունները ներկայացնելն էր եւ այդ առումով մենք չենք զարգացել այնքան որ Դες հակառակորդին միշտ օգնել են։ Դες Իսրայելի մասին եմ խոսում։ Թուրքիայի մասին եմ խոսում։ Ով է օգնել նկատի ունեք։ Ադրբեջանին, առաջին հերթին Իսրայելը եւ Թուրքիան։ Իսկ Իմ ժալոս նայեք, Մոսադի նախկին ղեկավարը մի հատ հարցազրույց ունի, որտեղ ինքը անկեղծանում ասում է, սաղին թվում է թե Թուրքիան է աջակցել Ադրբեջանին, չէ։ Մեր աջակցությունը եղել է ավելի շոշափելի։ Ոչ միայն սպառազինության տեսանկյունից, այլ նաև կառավարման մակարդակը բարձրացնելու։ Եվ ապրիլյանի ժամանակ ես հիշում եմ, որ իսրայելական ինչ-որ ընկերություն դրոնային կառավարման ներգրավել եւ քրեական գործ կար։ Ռոբերտ, ինքան բան դեռ չգիտես։ Ես բան չասեցի, բա ոնց է բանը։ Այս ժամկետանց զեկույցը այնքան օգտակար է, նաև Քարորիայի զեկույցը այնքան օգտակար է եւ ապագայում մեր բոլոր նմանատիպ իրավիճակներում անկեղծ հավաքագրումները եւ դրանց դասեր քաղելը միշտ պետք է լինելու ազգային ժողովը այնուամենայնիվ ունի այդ գործիքակազմը հիմա այդ գործիքակազմը եթե հանկարծ մենք որոշենք որ չէ այս ստացվում է կներեք փակեք լրացուցիչ ուրեմն վերահսկողություն ունենալու լավագույն գործիք Իսկ մեր դաշնակիցն ինչով է զբաղված պարոն Քոչարյան Ռուսաստանը որովհետեւ կներեք որովհետեւ մեր հանրության շրջանում եղել է շատ մեծ հավատամ կառայն, որ մենք չենք պարտվի, քանի որ դաշնակից ունենք այսպես։ Դաշնակցի եւ նրա եւ մեր հարաբերությունների մասին զեկույցում կա հիշատակումներ։ Թույլ տվեք համեստորեն լրել։ Հաստեր կան, պարոն Քոչարյան, ինչ ենք ուզել, ինչ Ես մի մոռացեք լսել եմ գլխավոր շտաբի պետին, հանրապետության վարչապետին, շատ պաշտոնյաների ներկայիս գլխավոր շտաբի պետին, որը նաև այդ ընթացքում որպես այլ ծառայության ղեկավար բավականին մեծ տեղեկատվություն Ասրյանի մասին է դիրապետել։ Պատկերացնում եմ մեր պետությունը ինչ վիճակում է եղել, որ վարչապետի բորդն է զբաղված եղել զենք կրելու։ Դες կարևոր բան ասի, բայց չասեցի, որ դա պետքա անենք, որ այնուամենայնիվ արել ենք։ Եթե չանեինք, բա ինչ անեինք։ Շատերը ասում են դուք պատրաստ չեք, մենք զեկույց հենց դրա մասին է։ Պատրաստ չլինել գալիս է շատ հնուց։ Երբ որ մենք ասում ենք մեր դեմ ոչ մի բան չկա,
ոչ մի բան չի լինելու, ստատուս քվոն կպահվի հավերժ, մեկ էլ ինչ որ թվի, բարձվեց ստատուս քվոն չի պահվում։ Լավրովի պլանը հանգարցվում։ Այդ դեպքում մենք ինչ քայլեր ենք արել։ Հիշում եք հայտնի պատմությունը Սերժ Սարգսյանը, որ գնում է Արցախ եւ ասում անես չանեք ղարս երկենք։ Եկեք խելքներս հավաքեն գլուխներս, այսինքն այն ժամանակ արդեն գիտեին ինչ զարգացումներ կլինի եւ դա փաստ էր։ Քարորիա պատերազմը առաջի ծիծեռնակն էր, որը այդպես էլ չգիտակցեցին, դրանից հետո էլ հելան ասին։ Մենք հաղթել ենք, ոնց եք հաղթել։ Ոնց ենք հաղթել։ Ծիտիկներ խփելով, անօթաչը։ Դա չի լինում։ Մենք դի լրջանայինք դրանից հետո եւ ամբողջ ջանքերը դնեինք, այն ինչ որ արվեց հիմա մեր իշխանության օրոք առաջնագծի կահավորման, ինչի ռեսուրսը այն ժամանակ չկար, հիմա կար, այն ժամանակ ավելի շատ կար։ Բայց դարձան սեփական ամրոցներ, տներ, բայց ոչ պետական սահման։ Պարոն Քոչարյան, արդյոք այս զեկույցը ես չգիտեմ ի վերջո կրապարակվի։ Ասենք ուրի զեկույցը արդեն բարձր։ Չէ, այդ զեկույցը պատրաստ է հրապարակված, ինքը պատրաստ է ներկայացված է լիագումներ նիստերի համար։ Ուղղակի Քարորիայի ճակատագրին չարժանանա, որ այսպես Քարորիայում զեկույցը զեկուցվել է։ Որում Արադ Միրզոյանը այդ որոշումը կասի։ Իմացավ, պարոն Քոչարյան։ Ինչ որ բաներ իմացավ, դա չի որ չիմացավ։ Բա պետական կառույցները որտեղ է ստիմանային։ Չէ, մենք հանրությունը որպես այդպես գաղտնիք էր մնաց։ Իմես լրագրողը մի գաղտնիք ասեմ։ Ասեք։ Դուք կարող եք ձեռք բերել գաղտնիության կրելու իրավունք։ Իսկ ինչի պետքա չտան, եթե դուք դրան համապատասխանում եք։ Ազգային դաշնության ծառայությունը կարող է տալ, որպեսզի ծանոթանաք։ Վերջին ասելով, տեսեք, կան զեկույցներ, որոնք գաղտնիության մեջ են, ասենք Իսրայել ունի զեկույց 10 տարի հələ գաղտնիության մեջ է։ Քենեդի սպանություն 40 թվականին բացում։ Բայց մեր զեկույցների մեջ կան մասեր, որ պետքա միջև գաղտնիությունից հանելը ժամանակապետք։ Նախկին կան բաներ, որոնք գաղտնիությունից դուրս են։ Բայց այն ինչ որ հնարավոր է գաղտնիություն, մի մտածեք, Տոնոյան Դավիթին բացմասել է եղել բանում, քննիչ հանձնաժողովում եւ անհրաժեշտ վարչապետը 5 ժամ էլ բացմաս հանձնաժողով վարչապետն անեցել, բայց նաեւ ունեցել են նույնքան գաղտնի մասեր։ Դաշնակցության հանրապետականի գրպանը չի գծվելու պարտությունը այս զեկույցով։ Ոչ։ Նրանց մտակցությունը հիշում եք ես դա է բան։ Հիմա ես նույնիսկ ես որ անդադ խոսում են դեռ մի տարուկես առաջ արդեն խոսում էին ուրազեկույցը ժամկետ անցանա արդեն ինչը լեգիտիմ չի։ Նախ գայք աշխատանքին մասնակցեք, եթե մտածում եք գրպան գցելու խնդիր, կամ ում է պետք որ գցեն որևէ մեկի գրպանը։ Գցում են գրպանը, որ ինչ անենք։ Դե ընտրություններից առաջ իշխանություն կասի այդ տեսեք, նախկինների օրոք ենք պարտվել, մենք բարի մեջ չի ասվում, որ նախկինների եւ ներկաների մեր սխալ որոշումները մենք արձանագրել ենք։ Սխալ որոշումների պատճառների մասին էլ ենք խոսել։ Բայց ինչի պետքա գցենք որևէ մեկի ջեբը։ Ինչ ընտրություններ են 26-ին։ Վերջերս տեսա դատարանի դիմաց Դավիթ Տոնոյանը կանգնած է եւ ժողովրդի լրագրող ինչ որ sense անհետեթ բաներ է խոսում։ Ես զանգեցի Դավիթին։ Որտեղ ես չհասկացա, այս ինչեր է խոսում։ Ի պատիվ Տոնոյանը ինքը չմտավ այդ խարդավանքների միջավայր։ Ինքը իհարկե ես գիտեմ, որ դիմով դիմել է եւ որևէ խոչընդոտ չկար, որ իր հանձնաժողովում ներկայացրած փաստերը կրիչով մեզ փոխանցել եւ ինքը ցանկացած բայ եփոզոնա եւ մենք շատ հրաշալի արխիվ ենք հավաքել ոչ մեկը չունի բանակ ունի առանձին ԱԳՆ-ն ունի առանձին մյուս կառույցներ ունեն առանձին ամբողջական քննիչ հանձնաժողովն արել հիմա դուք ուզում եք այս ծավալի աշխատանքը 6 ամսվա մեջ ավարտվել ու զեկույց ներկայացնել թող մեկը փորձի անի կարան անեն դրա համար այնպեսի ռեժիմ է տրված Սահմանադրությամբ եւ սահմանադրական օրենքի միջոցով, որ փաստերը հավաքել է առանձին գլխովայթում, իսկ զեկույց ներկայացնել է առանձին, այդ པարզ բանը չեն ուզում հասկանան, որտեղ իրավաբաններն էլ տարբեր են։ Այնքան տարբեր են, բայց երբ որ խոսում ես գիտնական, իրավական մտածողությամբ, պայծառ մարդկանց հետ հասկանում ես, որ իրավագիտությունը մեր մոտ պետք է զարգանա, պետական համալսարանից սկսած։ Ինչ որ դրա մասին կարծեմ վարչապետը վերջերս։ Եվ իդեպ իրավագիտությունը այդքան էլ քառակուսի գիտություն չի, ինչպես երբեմն պատկերացնում։ Ինքը լուրջ հենասյուների վրա է։ Բայց այդ հենասյուները սովետական դպրոցն ինչ էր։ Գրածա որ դի մեռնես, գնա մեռի։ Չէ, ախպեր ջան, դա չի։ Դու բացի որ չմեռնեմ։ Գրածա որ դու պետքա կարողանաս բան անես, հա։ Խափանման միջոցները այլ ձև մոտենաս այդ բանին։ Կիրառեք։ Հոբ միջոցների տեղերը ինչու չի փոխվել, պարոն Քոչարյան, որ միջոցները մի մոռացեք, որ շատերս, երբ որ մենք ստացել ենք դեռ 7-րդ բանակից, այս իրականները դրանք ստանդարտ
բաներ են։ Մուլյաժները ինչ որ բաներ եթե հասցրել են, բայց առաջի հարվածը գնացել է հոբ համակարգ։ Շատ բնական է։ Եթե վաղը դուք հարցակվեք, դուք լինեիք գլխավոր շտաբի պետ, որևէ երկի հետ պատասխան, խփեք թիրախները, գլխավոր որոշում կայացնող շտաբները, եթե գնայիք Ստեփանակերտ տեսնեք։ Բայց եթե այս ինֆորմացիա եմ ստանում, որ ինձ վրա հարցակվելու են, առաջինը կփոխեմ հոբ։ Դա նշանակում է, որ այլ կառույցներ թերացել են։ Այ կա այդ պատասխանատվությունը, հետևում է։ Ռոբերտ, դու անընդհատ ինձ տանում ես դեպի զեկույցի միջավայր։ Չէ, կա, այսինքն չեն փոխվել տեղերը եւ հավաքագրել ենք փաստեր եւ աշխատել ենք, համակարգել ենք, նաեւ համակարգել ենք, թե մեր ռազմաօթային ուժերը ինչ էին այդ վիճակում։ Մի փաստ բերեմ, մեր օթաչուները պատրաստվածության խնդրեմ են ունեցել, դրանց ուղղորդող համակարգերը բացակայել են։ Մենք ինքնաթիռները օգտագործելու խնդիր ենք ունեցել, մենք ունեցել ենք խոցված ինքնաթիռներ, որի մեղավորը մենք ենք։ Մենք ենք մեր ինքնաթիռը խփել, թե գնաց։ Մենք արձանագրել ենք, թե ինքնաթիռը ոնց են կորցրել։ Գնացել Սարին հարվածել։ Ինքնաթիռը ոնց են կորցրել։ Տեսեք, ինչ որ բաներ դուք գիտեք, որտեղ ժողովրդական այսպես բաների վրա, որտեղ բոլորը խոսում են, լսում են, բայց չհերքեցիք ամեն դեպքում։ Ես չեմ հերքի, որ հարվածելու հետևանքով այո, Սարի ես չեմ ուզում հերքեմ, բայց ես գիտեմ, որ մենք Ջեբրայիլում մի օթաչու ունեինք, որը որպես օթաչու չէր զորակոչվել։ Իհարկե զորակոչվել էր որպես այլ զորքերի շրջանակներում ծառայություն տաներ Սամվել անունով։ Եվ մենք արագ Փարքասու Սամվելին հայտնաբերեցինք, եկավ եւ ինքը գոնե մի քանի լավ թռիչքներ ինքը արեց։ Որտեղ այդ բանը այսինքն պատերազմի ժամանակ կադրեր էիք փնտրում։ Բա ինչ էինք անում։ Բա կադրերը Բախերը դենց։ Բա ինչ էինք պարտվել։ Պետք է պատրաստվեն այդ կադրերը։ Այ հիմա պատրաստվում են։ Որտեղ հիմա ինչ որ չափով սերնդափոխություն եղավ։ Գլխավոր շտաբում եկան թարմ ուժեր, այլ գիտելիքներով։ Նաև մենք հնում էլ ունեցել ենք շատ արժեքավոր մարդիկ, որոնք եկան Հայաստան։ Հիմա խոսում ենք Զինեվիչ Հոմաշեն, Իվանյանի մասին, հիմա այն ժամանակ թոշակառու չեն, բայց Իվանյանը թոշակի 70 տարեկան է եկել։ Ինչ հետք է թողել մեր զինված ուժերի։ Ուղղակի մարդուն թոշակից կտրել, ասել արի պատերազմ կգնաս։ Ինչ անես, եթե ծակերը շատ են եւ զոհերն էլ գնալով շատանում են։ Վերջին հաշվով եթե բոլորը գնում են թոշակառուներ դիգան չէ դրասը։ Բան չեմ ասում, ուղղակի այտենց նորմալ պետությունները պետք է հերթը թոշակառուն չհասնի, էլի։ Չէ, կարա հասնել։ Հայնական պատերազմաշեն ֆիլմեր չեք նայել։ Ընկեր Ստալինին ինչ էր անում։ Դե իհարկե շատ դեպքերում պահում էր, չէ, ռոպագանդա չէր։ Դա իրողություններ էին։ Վերջին հաշվով երբ որ գալիս է ճեղք առաջանում, որ հետո կիլոմետրերը գնալով պահելը բառնում անհնարին, որտեղ հետևից եկող ռեզերվային ուժերը պատրաստված չեն, դուք ասում եք, բայց զորամասերին չեն լուծարվել։ Հիմա տեսեք, մտակ նաև այնտեղ, որտեղ մենք մտել ենք, դուրս ենք եկել։ Քրեական գործեր կան։ Հիմա երեք էլ ծնողները ման են գալի, բայց խնդիրները ինչի լուծված չեն։ Խնդիրներ կան։ Խնդիրների լուծման համար պետք է նախ հոգի դնել, չլինել անտարբեր, ուրիշի վիշտը դարձնել քոնը։ Այդպես եղել է 90-ականներին եւ այդպես պետք է լինի միշտ։ Բայց մենք տեսնում ենք դարպասների մոտ շատ են սպասում երբեմն ծնողները։ Գիտես ինչ, սա դեպքերում ծնողներին էլ քաղաքական նպատակներով փորձ են անում օգտագործել։ Ես երեկվա դեպքի մասին չեմ ասում։ Ես ծնողներին շատ-շատերին ճանաչում եմ, երբ որ խոսում են պարոն Աբազյանի եւ իրենց հարաբերությունների մասին, իրանք անկեղծ են։ Իրանք հույս ունեն, որ պարոն Աբազյանի վերջին երկու հանդիպումները հակառակորդի հետգործների խնդիրներով հեռանկար էր բացել։ Հիմա կարծում եմ, որ այդ հեռանկարը մենք պետք է շարունակենք սպասարկել, եթե կա թեկուզ մի փորձեր հնարավորություն կյանք փրկելու, պետք է այդ ուղղությամբ գնալ։ Պատերազմի ժամանակ մեր առողջապահական համակարգում, հատկապես Աստղիկը, Էրեբունին, ռեանիմացիոն համակարգերը հաճախ էին գնում, եւ այդտեղ ամենածանր հիվանդներն են, բայց ինչ նվիրումով են մեր բժիշկները այդ խնդիրը լուծում, եւ այնտեղ Թաթևոսյան, կարծեմ Համլետ էր անունը, անհույս մի վիճակ էր, երիտասարդ ծնողներ էին, բայց ինքը գլխի կեսը չկար, բայց հույս էին ուզում տեսնել, որ Համլետը կարող է կենթանության հնարավորություն ունենա։ Վաղարշակ Հարությունյանի հետ մի քանի անգամ գնալուց հետո մենք դիմեցինք կառավարությանը, որպեսզի տեղափոխենք Համլետին Հայդելբերգ, Գերմանիա, եւ փորձենք նրանց առաջատար չնայած ռեանիմացիայի բլոկի Զախարովնան, հրաշալի մի դոկտոր, կին դեռից դուրս չէր գնում։ Ընդհանրապես ռեանիմացիոն բլոկը Աստղիկի գիշեր-ցերեկ ամեն ինչ անում են, երբ որ ռեակցիայի ինչ-որ նշումներ երևաց, իմ մոտ էլ հույս առաջացավ։ Բայց Զախարովնան ինձ ասում էր, որ դա լինում է, բայց ինչ կլինի, մենք մաքսիմալ, բայց ասում էր կարող է գերմանացիները նոր բան են հորինել, փորձենք։
պետությունը մի հսկայական գումար ծախսեց, որովհետեւ այդ հույսը մենք փարատենք, արել ենք, այդպիսի բաներ ենք արել։ Մեր անդամալուց տղաները, Էդմոնը, որը Երուսաղեմի առաջի խումբը տարավ, մի ձեռքը չկա, հաղորդում ավարում, էս էլ լավ է։ Գաղափարը շատ լավն է, երբ որ տարա ես Երուսաղեմ իրանց հետ, բոլորին մի քանի 7 անգամ գնացինք, այդտեղ Երուսաղեմում չգիտեմ ինչ որ մոգական բան էր մտնում, որ իրանք եթե սաղ են մնացորը մի բան կա։ Այդ հաղորդումը էլի լավ է, աչք չունեմ, էլի լավ է, բայց ես մի բան կարողա պետք է անեմ։ Ողջ մնացել, ուրեմն ինչ որ մի բանի կարող է նրանց պոտենցիալ օգտագործել։ Եվ ես կասեմ, իրանք օգտագործում են, ասենք այդ տղաների մի զգալի մասը, որոնք հիմա ինստիտուտը ավարտեցին։ Արամ ունենք, այո, ինստիտուտը ավարտեց, հավես չուներ։ Բայց Երուսաղեմից հետո եղավ Էդմոնը ավարտում էր ժողը։ Եվ այդպես շատերը։ Այդ տղաները պետքա հեռանկար, որտեղ իրանք երբ որ մարմինի մի մասը կորցրել են, դրա հետ մեկտեղ իրանց մոտ պետքա վստահությունը բանանի, որ իրանք եթե ողջ են մնացել, ուրեմն անելիք ունեն։ Դե պետությունը պիտի վարակիչ լինի։ Այդ մարդկանց կողքին կանգնի։ Պարոն Քոչարյան, վարչապետին մեղադրում են LLTP-ի օպերացիայով, այսպես ասենք, պատերազմի ընթացքը բեկելու ցանկություն ունենալու մեջ, բայց իրականում արկածախնդրության մեջ։ Սխալ շահարկում է, չկա այդպիսի բան։ Վարչապետը հրամայել է գնալ եւ մեծ զոհեր են տվել։ Չկա այդպիսի բան։ Չկա։ Սամվել Բաբայանը կարող է կանչել այդ հարցերը։ Չկա այդպիսի բան։ Չի կարա լինի, որտեվ զինվորականները, այնուամենայնիվ վարչապետը զինվորականներին լսելու կարողություն ունեցել է։ Ինքը երբ որ մասնակցել է, գնացել է, իր անհանգստությունը նաև այդ տարածքներում, որտեվ Հայաստանը երաշխավորն է եղել Արցախի անվտանգության։ Ինքը նաև տվել է հնարավորություն զինվորականները որոշում կայացնել։ Կովիդի պատճառով Օնիկը Գասպարյան չկարողացավ գնալ, բայց այստեղից փորձում էր կառավարել որոշակի, որտեղ Հայաստանի նաև մասնակցությունը օգտակար, հա, լինելու խնդիրը դրված է, որտեղ Հայաստանը պետք է ամեն ինչ արելա, որպեսզի կյանքեր փրկի։ Հիմա նաև մի կարևոր դրվագ էլ ասեմ, չես տալի։ Չէ, բայց բան չեմ ասում, բայց այստեղ փորձ արվեց, որ դա էլ վարչապետի մոտ բազմաթիվ քննարկումներ եղել քաղաքական ուժերի։ Դա շարքում է, դրեք մի կողմ։ Եվ դուք ունեք փաստեր, որ բնականաբար, այդ չեմ ասում։ Կներեք, ես նույնիսկ 700 թիվն է հիշում, ներողություն, եթե հիմա ես մի բան ասեմ, զոհերի թիվը նկատի ունեմ այդ օպերացիայում։ Մենք ժամանակ ունենք, այս դրվագները ասեմ։ Դե երկարացրել ենք, պարոն Քոչարյան։ Ծնողների հարազատները ներկայիս որ երեք բան են, Արցախում են եւ իրենք պահանջում են, որ ազգային ժողովի պատվիրակներ գնան Արցախ եւ պահանջում են նաեւ ինձ Նարեկներ Մկրտչյանի հետ, Վիկտոր Ռինգիբյան երկուսը հիմա դիվանագետներ են։ Եվ էլի Նազանին Բաղդասարյանը կարծեմ այնտեղ էր արդեն։ Մենք գնացինք, ուզում էին մեր հետ հանդիպեն, իրանք այնտեղ են եւ ուզում էին, որպեսզի այդ խնդիրը Արցախում շատ լարված իրավիճակ էր։ Երկու օր մեզ էլ են պահել լարվածության մեջ, հարց չկա։ Եվ այնպես ստացվեց, որ մեր բախտը բերեց, որոնական աշխատանքներին այնպես արեցին, որ ինձ ծնողներից մեկը զբաղեցրեց եւ Վիկտորին եւ Նարեկին Մկրտչյան ներգրավեցին որոնական աշխատանք, որը վտանգավորագույն որոշում էր։ Իրենք հական համազգեստները գնացին եւ մեր բախտը բերեց, որ չզգացին, չիմացան, որ ազգային ժողովի падգամներ էր եւ երբ որ եկան Նարեկին Վիկտորը ասեց պարոն Քոչարյան, առաջնագծի դիրքերը որ նայեցինք, բոլորի բրոնիկները գցած էր այդտեղ։ Ասի շատ լավ, իսկ խորությունը ինչքան էր։ Ասես այսքան 20 սանտիմետր կամ 40 սանտիմետր։ Խորությունը ասելու ինչ նկատի ունենք։ Փոսը, որի մեջ բաժանարար պաշտպանական գիծն է, որտեղ զինվորը մեջը լի խրամատի խորությունը։ Ասի դու չհասկացա, որ ինքը բրոնիկը հանելա, պահելա, որպեսզի լարոսիչ եւ ինքը դարձել է մի ձեռով պաշտպանվող կամ ծանրություն որպես ուզեցել է ազատվի, այսինքն մենք այդ խնդիրներն էլ զինվորին չենք ասել, դա քեզ պաշտպանելու համար է, սաղավարտը քեզ պաշտպանելու համար է։ Մենք չենք կահավորել զինվորի վրայի, հա, համակարգերը այնպես, որ աչքերը չայրվեն, բեկորային վնասում չստանա, եւ այլն, ընթացքում լիքը բաներ կարգավորվել են։ Բայց հիմա LLTP չկա այդպիսի բան։ Չկա, չէ կարա լինել։ Հակառակ դեպքում այդքան սպառազինություն, որ նկարում ցույց եմ տալի, չեն թողել։ Այսինքն մենք այն գլխից հասկանանք, որ հակառակորդի հարվածային ուղղություններից մեկը լինելու է դա։ Զորամասը մի փոքր հաջողություն ունեցանք, մի պահ վերադասավորվեցին ուժերը եւ նորից գնացին առաջ, բայց ամբողջի մեջ
արդեն ճեղքումը եղել էր։ Ճեղքումը կանխելու եղել է հնարավորություն եւ այդ մասին մենք հարցազրույց ենք ունեցել էլի զինվորականների հետ, այնտեղ խոսում են բրիգադը, որը Ճամփիկեսից տեղ չհասավ, դա էլ է ուսումնասիրված։ Մանրամասն է ուսումնասիրված, եւ եթե լիներ դա երևի վերջի հույսն էր, որ եթե հաջողեր կարող է այդ ճեղքը փակվեր եւ հակահարվածի մենք հնարավորություն ունեցանք, ինչ որ ունեցել ենք 94-ին, կարծեմ որի հեղինակ հենց եղել է Սամվել Բաբայանը։ Դա տանկային Ես Օնիկ Ջասպարյանին այդ հարցը տվել եմ, ինքը ասեց, ես ինքս, երբ որ Ջալալին ասի գնա մի հատ նայի, ինքը սիրում էր այդ բառը, աչքը տուտումա թե չէ, այդ գաղափարը, Ջալալն ասեց հա ոնց որ, բայց Ջալալը վիրավորվեց, այնուամենայնիվ դա տեղի չունեցավ։ Բոլորը իրար մեղադրում են քրեական գործեր կան, Սերյան Օհանյանի տղան եւ այլն, բայց այնուամենայնիվ փաստա որ մեր տեխնիկան տեղ չհասավ։ Մարդկային գործոնի պատճառով թե փչացավ։ Քնչական գործեր կան, քրեական գործեր կան։ Թողեք քրեական գործերը այդ պատասխանը տան, որտեղ կան քրեական վարույթ, քննիչ հանձնաժողովը այնտեղ ամբողջ խորությամբ չի մտել, բայց ինչ վերաբերում է որ 4 օրյա պատերազմը եւ 44 օրյա պատերազմը, նաեւ մենք մեկտեղել ենք մեր զեկույցում, այնտեղից էլ կան դրվագներ, որ ներառած են, որտեղ այնտեղ եթե հաշվի առնված չեն դրանք, մինչեւ 20 թվականի սեպտեմբեր ամիսը, դա նշանակում է մենք այդ զեկույցը մենք արել ենք, բայց այն ժամանակ իրանք այն վերլուծությունը, որ արել են զինված ուժերում, ինքը որևէ հետևանք չունեցել։ Իսկ հայտնի դարձավ ինչու այդ զորամասը չէր կռվել հարավում։ Հիշում եք քրեական գործ կա, իմ համար այո։ Հանձնաժողովի անդամների համար այո։ Բայց ես չեմ ուզում, որ շահարկումների դաշտ լինի։ Չեմ ուզում, որ քանի քրեական գործ կա, ես այդտեղ բանալու եւ քրեական բարույթը բոլոր հարցերի պատասխանը տալու է, գիտեմ, որ Քարամյանի ղեկավարման ժամանակ այդ ուղղությունները սրտացավությամբ քննվում էր։ Շուշիի կորուստն էր առեղծված այն շատերի համար, պարոն Քոչարյան, որովհետև անառիկը բերդ էր թվում։ Իսկ դա ինչի մասին է խոսում, որ մենք արդեն փլվել էինք։ Իրանք նույն գործողությունն են արել, ինչ որ մենք արեցինք Շուշիի գրավման ժամանակ։ Իրանք շատ ուշադիր ուսումնասիրել են մի հատ գիրք, որը գրվել է Սամվել Բաբայանի թելադրանքով։ Շուշիի օպերացիա վերաբերյալ։ Ոչ միայն Շուշին, բոլոր մեր օպերացիաները։ Իրանք նաև կարդացել են, սովորել են, իրանք էլ նայել են, բոլոր են արահետները, որոնցով պիտի գնան։ Եվ վերջին հաշվով իրանք փոքր խմբերով, նաև հայերեն խոսալով, եկել մտել են, ներծծվել են, գնացել են, ոչացել են մեզ, բա մենք պիտի այդ հարցերի պատասխան ունենայինք։ Այ հիմա նոր հայկական համազգեստով, այո, այ հիմա, տեսեք, այդքան բան հավաքվեց։ Տեսա բանը, ջերմատ տեսիլները։ Այո։ Բայց մեր փսախ բանակը պիտի ունենան գիշերները մենք պատրաստ ենք թե չէ, գիշերային մարտեր վարելուն մենք պատրաստ ենք թե չէ։ Բայց սրանք են հարցերն են, որոնք հիմա լուծվում են։ Հիմա խոսենք լուծվում են, բոլորը կասեն Հայաստանը պատրաստվում է պատերազմ, չէ, Հայաստանը պատրաստվում է պաշտպանվելու, Հայաստանը պատրաստվում է որպեսզի մեր ժողովրդին հնարավորինս երկար պահի անվտանգ, եթե այդպիսի բաներ լինեն։ Դրա համար էլ առաջնագծում ամրոցներ են կառուցվում, որտեղ զինվորը մեջը պետք է լինի ավելի ապահով, ոչ թե բանկաբուտուլկեքի պաշտպանության տակ, նաև մեր արտադրությունը միտված է նաև տեսանելիության մակարդակը բարձրացնելու, հեռավորությունը բարձրացնելու, ջելոս դրա մեջ ներգրաված են նաև տղաներ, որոնք բարձրակարգ կրթություն են ստացել, թե ռուսական համալսարանում ֆիզտեխ լինի եւ այլն։ Ասենք Blue Vision համակարգ ունենք, որը նոր արարություններ կան մեջ, բավականին եւ դի զարգանանք։ Մի վարքյան իրավունք չունեն կանգնենք եւ այսօրվա կառավարությունը հենց առանց անպագորգոր հայտարարություններ անելու մի անգամ բարձրապես հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանը ասեց եկեք սաղի տանում են բան չկան ինչու չգիտեմ ով որ գնում է գալիս է ասում են բախի չեք խոսում նաեւ բանով հենց ասեք ինչ բայց ամբողջ առաջնակիցը նա ոգևորվեք դուք ոգևորեք մեզ այդպես ամբողջ առաջնագիծն է կավորված թե միայն սահմանազատված հատվածները ով ասում չէ սահմանազատումը լրիվ ուրիշ խնդիր էր բայց մենք այնտեղ էլ աշխատանքները չդադարեցնելով ունեցանք նաև սահմանազատված հատվածի ռազմական պաշտպանության համակարգերը ինչի դուք տաուշում եղել եկեք չասեմ պարոն Քոչարյան սա իմջալոս լրագրողներին Պապիկյանը շատ հաճախ նախաձեռնում գործընկերներ եղել են սա ամենացավոտ հարցն է անձամբ ինձ համար եւ կարծում եմ մեր հեռուստադիտողների շատերի
այս դավաճանության դեպքերը պատերազմի ժամանակ փաստ են։ Դրանք ինչ դեր են ունեցել պատերազմի ընթացքի վրա, որովհետև սա երբ որ հակառակորդի հետ դու մենամարտի մեջ ես կամ պատերազմի մեջ ես, գիտես ինչ թշնամի եւ այլ Միակ փաստը քո ողնաշարը ջարդում հարվածում են թիկունքից։ Երբ որ դու գիտես, որ քո թիկունքը պաշտպանված է, մեկ էլ թիկունքում հարված է ստանում, դավաճանության, հետո դավաճանությունից հետո է բացահայտվում։ Բայց դու արդեն ողնաշար ջարդվում ես։ Արդեն բացասական գործը արվում է, դրանից հետո։ Բայց հիմա, որպեսզի կանխվի հետագա դավաճանությունները, պետք է խիստ պատիժ ստանան։ Խստագույն։ Դրանից ավելի հրեշավոր պատիժ դա ամենանողկալի երևույթն է։ Ինչ ազդեցություն է ունեցել պատերազմի վրա ձեր գնահատմամբ։ Դուք ուզում եք շոշափելի արդյունքի տեսանկյունից նայել։ Չէ, դուք ծանոթացել եք բազմաթիվ փաստերի։ Այնքանով ինչքանով։ Բայց դրանք ավելի մեծ ծավալ են ներառել, քան թե բացահայտվել են։ Հիմա այդ ծավալը կանխելու համար պետք է բացահայտումները շարունակվեն։ Այսինքն դրա համար ստեղծել են հատուկ ծառայությունները, ռեֆորմներ են կարը, հակահետախուզություն, հիմա ավելի լավանալու հակահետախուզության կառույցները։ Գուցե նաև բարեկամներ փնտրելու այդ ճանապարհին բանակային հետախուզությունը եւ արտաքին հետախուզությունը ելի օգտակար տեղեկատվություն ստանալու հնարավորությունների գործիքները ավելացնենք, բայց դավաճանություն պետք է չէ, դա արդեն հոգեբանություն է։ Չի կարա $200 որևէ մեկը, դա ո՞նց եք պատկերացնում։ Եղել է դա փաստ է։ Հիմա երբ որ ես կներկայացնեմ նաև այն որ բնականաբար ընդդիմությունը կասի, բա ինչ, այդ ձերպես Հա, ինչ ազդեցություն ունեցել։ Չէ, ես ուղղակի բայց դու ինֆորմացիա ստանալու նպատակով եմ ասում։ Մի բացահայտված դեպք կա, քանի չբացահայտված կա։ Իսկ այդ մեխանիզմը ո՞նց է աշխատել։ Լրատվական միջոցների միջոցով, կապի միջոցների միջոցով գտել են յուրաքանչյուրիս անձնական տվյալները, թույլ տեղերը։ Գտել են, չէ՞, աշխատել է, համակարգ աշխատել։ Հիմա այդ կանխելու համար պետք է դրա պաշտպանիչ համակարգերը մենք արդեն ունենանք։ Տեսեք Մեր կապի միջոցների վիճակը, լսում են թե չէ։ Ոնց մենք սոտովի հեռախոսներով ենք հրահանգներ տվել։ Խի այդ որի երկիրը կարա սոտովի հեռախոսներով բաց եթերով սկսի բան անել։ Դա չեն ունեցել մարդիկ։ Կներես, երկրորդ համաշխարհայինում նայում եք, չէ՞, հատուկ գաղտնա գրող համակարգերը, բայց հսկայական փողեր են ծախսել, որ ունենանք դա։ Մսխվել են այդ փողերը։ Այո։ Քարորիա ժամանակ դա քննվել է։ Ավտոմատ կառավարման համակարգերը, կապի միջոցները, ուր են այդ փողերը։ Ուր են այդ փողերը։ Դե ես Արշակ Կարապետյանին պիտի հարցնեմ, էլ փախել Հայաստանից։ Քրեական գործ կա, Իհարկե։ Լավը չասեցիք, հարուցեիր քրեական գործը, ինձ հարցնել եկել եք։ Քեզ չեմ ասում, ես գիտեմ ում ինչ եմ ասում եւ ինչ եմ սպասում։ Ես այնպես չի որ ես ինչ եմ մեղադրում։ Տեսեք, ես տևական ժամանակ 90-ականներին բավականին երիտասարդ ուժային կառույցների ամեն ինչով անցել եմ։ Հետո դարձել եմ ազգային ժողովի պատգամավոր, հետո Վազգեն Սարգսյանի խորհրդականը անվտանգային բոլոր կառույցների հարցով, նաև կադրային քաղաքականության։ Հետո Վազգենին խփելուց հետո Արամի պաշտոնաթողությունից հետո դարձել եմ խոր ընդդիմություն եւ վերադարձել եմ 18-ից։ Նաև մարտի 1-ի փաստավակ խմբի մեջ ինձ ընդդիմությունն է ներառել, ինձ եւ Սեդա Սարմեգը ժառանգությունից, իսկ ես Հայ ազգային կոնգրեսից, որի մեջ բոլորն էին։ Նաև այսօրվա մեր եկեք մարտի 1-ից էլ խոսենք եւ քանի որ մենք 1.5 ամսից էլի հարցազրույց ենք անել ու ես պատերազմի մասին հարցերս հիմա ստոպ անեմ, որովհետեւ մենք երկրորդ թեման էլ ունենք։ Միեդի որոշումը պետությանն է վերաբերվում, մեզ հետ կապ չունի, Factor TV լրագրողին ասել է Սեյրան Օհանյանը, որը այն ժամանակ զբաղեցնում էր բավականին բարձր պաշտոն Հայաստանի Հանրապետությունում եւ արտակարգ դրության պարետ։ Եվ մարտի 1-ի վերաբերյալ, պարոն Քոչյան, Մարդու Եվրոպական դատարանը ըստ էության 17 տարի անց բավարարում է իրավահաջորդների բողոքը եւ արձանագրում, որ խախտվել է նրանց կյանքի իրավունքը, սպանվել են մարդիկ անհամաչափ միջոցներից, մարտական փամփուշտներից, ոստիկանական ոչ պրոֆեսիոնալ գործողության հետևանքով, ըստ վճռի իրավապահների անցկացրած քննությունը եղել է ոչ բավարար, անգամ Միեդը արձանագրել է, որ ողբերգական այս իրադարձությունից հետո իշխանությունները քրեական գործ են հարուցել ցուցարարների եւ ընդդիմության առաջնորդների դեմ, իսկ մարդկանց վրա կրակ բացած ոստիկանների դեմ վարույթը չի շարունակվել։ Այդ ո՞րն է ձեր մեկնաբանությունը սրա վերաբերյալ։ Բացահայտված է եւ 17 տարի այդ գործով զբաղվող փաստաբանական խումբը բարձրակարգ։ Վայա Գրիգորյան, Տիգրան Եգորյան։ Դուժասների շահերը պաշտպանող
երկու անհատականություններ։ Եվ երբ որ Փաշինյանը ասում էր բացահայտված, հսկա ասում են դասա անուններ։ Բայց մենք սպանողների անունները չգիտենք։ Դու որոշում կայացնողների անուններ ունես։ Ինչ ես անում։ Մինչև հիմա դատաքննական process-ը Ռոբերտ Քոչարյանի դրված է մի կողմ։ Այդ ինչ 300 հոդվածի հետ խաղեր խաղաց Դավիթ Հարությունյանը եւ հանգիստ վայելում է իր առանձնատունը։ Աղվան Հովսեփյանը իր դատախազական համակարգով, որ պատշգամբից ես վայելում էի նրա ամրոցը, իր համար ամրոց է ստեղծել եւ այդտեղ վայելում է եւ մի հատ էլ բյուրական ամեն տեղ։ Ձեր իշխանության օրոք միայն նա չի, որ ամրոցը։ Մեր իշխանությունը նայ ձեր իշխանությունն է, Ռոբերտ ջան, բայց դրա մասին չեմ ուզում ասել։ Այո, այս խնդիրներն են, որ չեն լուծվել եւ սրճարաններում նստած են այդ մկները եւ ձկները շատ հանգիստ, բավականին դարմացած դեմքով վայելում են ազատությունը։ Դուք իրավունք ունեք այդպիսի հարցադրում անեք, չնայած ես էլ իրավունք ունեմ արդարանամ, ասեմ, որ մարտի 1-ով այնուամենայնիվ ես ներկայացել եմ որպես ընդդիմության ներկայացուցիչ եւ հաջողել եմ 5 զեկույց, այն ինչ որ իշխանությունը չկարողացավ իմ դեմ առնի եւ տեսա սափարանի։ Ամեն ինչ արեցին Համլետ Հաթովոսյանի զեկույցից հետո լուծարեցին խումբը։ Բայց մենք եւս 4 զեկույց ունեցանք եւ ամենակարևոր զեկույցները հատուկ միջոցներ եւ 030 թրաման օթիչից ըմբել։ Դա լուրջ աշխատանքի, դա օպերատիվ աշխատանքի, դա իմանցած ուղու շնորհիվ է։ Մեջբերում արեցի, ինչ կասեք այդ մեջբերման վերաբերյալ։ Որը Միեդի որոշումը պետությանն է վերաբերվում, մեզ հետ կապ չունի։ Պետությունը ովքեր են ղեկավարում եւ ինչ որոշումներ են կայացնում։ Ես հասկանում եմ Սերյան Օհանյանին, թող պատրաստ լինի, որ այնուամենայնիվ գլխավոր դատախազությունը պետք է վերանայի իր մոտեցումները եւ համարի մարտի 1-ի բացահայտման մեջ որոշում կայացնողների ամբողջ փաթեթը։ Հարց կա զինված ուժերի մասնակցության եւ դրա 038 հրամանի տրամաբանությամբ բանակը Երևան տեղափոխելու հարցում 700 զինվորական Արցախից բերվել։ Հիշում եք Ռոբերտ Քոչարյանը որ եկավ, Բակո Սահակյանը եկավ, ինչ որ իրար ականջի բան փսփսացին, դատավորը Տիկին ինչ էր, Դանիբեկյանը որոշեց, որ այդ դրվագը պետքա փակ լինի։ Այդ ինչ էին փսփսում։ Գլխավոր դատախազությունը, երբ որ տարեկան հաշվետվություն տալիս, ես Տիկին Վարդապետյանին ասի, կներեք 5 րոպե ունեք, բայց մարտի 1-ի մասին բան չասեցիք եւ հոկտեմբերի 27-ին հիմա էլ եմ պնդում։ Դատախազության դերը շատ բարձր է, որպես հսկող մարմին ուժային բոլոր կառույցներն։ Նաեւ այն մարտի 1-ի բացահայտման տեսանկյունից։ Մարտի 1-ը իրականում այո բացահայտված է եւ մեղավորները պատժված չեն։ Մեղավորները եթե փնտրում են այն ներքևի օղակներում, այդտեղ չի, վերևի օղակը ակնհայտ բացահայտված է, միեդի որոշում դրա մասին է։ Իսկ միեդի որոշումը դատական process-ների վրա ինչպես պետք է ազդի։ Այ դա ուրիշ խնդիր։ Ահա, եկեք դրանից։ Այ դա ուրիշ խնդիր է, շատ կարևոր հարց եք տալի։ Այ դրա համար է։ Թե պետք է չազդի։ Չէ, պետք է ազդի, ոնց կարա չազդի։ Միեդի որոշումը ուղղակի պիտի ազդի եւ այդտեղ անելիք ունի մեր դատա իրավական ամբողջ համակարգի գլխավոր դատախազը պետք է առաջ։ Իհարկե, պետք է մի հատ նայեն, միեդը ինչ է ասում։ Ասում է, այս մարտի 1-ը, որի պատճառով ինչա մարտի 1-ը, որոշումներ կայացնելու տեսանկյունից։ Դուք այդտեղ արդյոք ճիշտ բնորոշում եք տվել այդ հոդվածներին։ Ինչի այդ բաները կարողացան փոխեն։ Բա թող փամփուշտները կրակված ապացույցները։ Ոչ հիմա փամփուշտները ուրա նախ այդ Վահագ Հարությունյանը։ Աղվան Գառնիկի դաշտակից երկրում չի։ Նա լքել է հայրենիք, բայց մեր խնդիրը մենակ ինքը չի լքել, շատ-շատերն են լքել։ Բայց իրենք պետք է վերադարձվեն Հայաստանի, իրենք մեր Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը անելիքներ ունի։ Եվ դա անելիքները ոչ թե անցյալին է վերաբերվում, այո, անցյալին եթե չտաս քրեա իրավական գնահատական եւ որոշումներ, դու կմնաս այդտեղ։ Միեդը տվել է մեր փոխարեն։ Ինչ միեդը պետք է ասել, որ արտի 1-ում ինչ է եղել։ Միեդը պետք է հղում անել փաստավակ խմբի զեկույցներին։ Բա ուր էր մինչև հիմա, մինչև 18 թիվը էլի դատախազն են եղել։ Աղվան Հովսեփյանը ամեն ինչ արեց, որպեսզի այն կեղծ գործակալական զեկուցագրերը փաստավակ խումբը չունենա։ Թե ազատության հրապարակում այդ ինչ մարդիկ են եկել եւ ինչ որ զենքեր են գցել։ Ամեն ինչ արեց։ Հիմա ինքը իր այս դղյակում եւ մյուս դղյակներում այսպես հələ որ դատվում է։
այդտեղ չի խնդիրը, խնդիր ունենք, որոնք լուծում են պահանջում։ Միեդը տվել այդ հնարավորությունը, թող գլխավոր դատախազությունը գիշեր 3 մտածի, մարտի 1-ի բացահայտված լինելու փաստը ըստ Միեդի ոնց է դարձնում պրոյեկցիանում մեր համակարգը։ Սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրվել 19 թվականին, չէ՞, մի քանի անձի Ռոբերտ Քոչարյանի, Սերյան Օյանյան եւ այլ անձինք։ Ես հիշում եմ, որ Տիկին Սեդա Սաֆարյանը մինչև ՍԴ-ը, մեզ հետ զրույցներում ասում են, որ դա միակ մեղադրանքը պետք է չլինի, այլ նոր մեղադրանքներ, ասենք զինված ապօրինի խմբեր են, հա, ստեղծվել եւ այլն։ Մեր կարևորներից մեկը լավ է իշխանություն։ Ապօրինի զինված խմբեր։ Դա այնքան բացահայտ էր։ Այդ խմբերի ցանկը հենց այդպես չի հայտնել մեր ձեռքը։ Վերջին հաշվով Այսինքն այդ ապօրինի խմբերի ապօրինի խմբերը օգտագործվել են գործողության մեջ։ Եվ ինչ որ խմբեր, որոնք նաև խանութներ էին թալանում ջարդում, նրանք փոխհատուցում ստացան։ Բա կներեք, այդ դրվագները ինչի՞ չեք մտնում, նայում, այդ որոշումները ո՞նց կայացվեցին։ Այդ ժամանակվա կառավարության ղեկավարն ով էր։ Այդ ինչ իրողություններ կային, որտեղ ասենք թե մեկ էլ սկսեցին թաքցնել, կեղծել իրողությունը։ Տիգրան Աբրահամյանի սպանության գործը։ Տիգրան Աբգարյանի։ Զինվորի։ Այդպես էլ պարզ չեղավ, այդ ով սողոսկելով եկավ, կրարիցուն սողոսկելով փախավ, բոլորի միջից։ Բակներեք, այդ իրավապահ մարմիններ, ներքին զորքերի անվտանգ շերիֆ, բեմպեն պուլեմյոտով վրա են։ Այսօր զեկույցներում կային, այդ ինչ եղավ, ուրա այդ դրվագների գնահատականը մի հետո տվելա, որ դու գնացեք վերևի հարցերը չեք լուծել։ Ռոբերտ Քոչյանը իր աշենիկների հետ Սևանում լողանում է։ Չէ, մեկը երկու տարբեր շներ թորնիկների, շատ լավ է։ Գրում է Հունաստան, սեկտը բացա։ Հետո ծափահարենք ձեզ, պարոն Քոչյան։ Չէ, ինձ մի ծափահարեք, ինձ ավելի բան արեք, մոտիվացրեք, որպեսզի նոր բացահայտումներ անեմ։ Դե դուք եք ասում բացահայտված է, բայց սպանության կատարումներ։ Չէ, բայց ես հիմի մեզանից ակնկալում եմ արդեն որակական ցուցանիշներ։ Դա եմ ասում էլի։ Ես ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովի նախագահ եմ։ Ինչ հնարավոր է, որովհետև ես հավատում եմ, որ եթե 18-ը եղավ, հավատում եմ Լևոն Ներսիսյանի խոսքերին, որ մի սերունդ կկորցնեն, կգա մի սերունդ, որը որ փլատակների տակից մեր երկիրը կբարձրացնի։ Հիմա մենք պիտի բարձրանանք։ Միստիկ կարող է բաներ կա։ Ես հիմա գտնվում եմ այն հանձնաժողովի աթոռին, որը սկսել է այս երկրի անվտանգությանը նվիրված անձնավորությունը, որը հոկտեմբերի 27-ին նրա կյանքը դարձավ Վազգեն Սարգսյանը։ Ես նույն հանձնաժողովի, այնտեղ վաղ 103 սենյակներ, հիմա 411-ն է։ Բայց մենք միասին ենք սկսել մեր սերունդը։ Մեր սերունդը։ Եվ ես չեմ ուզում ասեմ մենք նվիրումով ինչ որ խնդիր ենք լուծել, բայց հիմա նվիրումով պետքա մեր երկիրը պահենք։ Պահելու համար բացառիկ նվիրումա պետք յուրաքանչյուրից։ Նաև ընդդիմության ուր են։ Ես չգիտեմ։ Իդեպ ընդդիմությունը ասեցիք, մի բան հիշեցի։ Նախկին դատախազը Արթուր Դավթյանը, ում դուք ապավինել եք մարտի 1-ի դատախազական վերահսկողության գործառույթները, պաշտոնից հեռացավ, հիշում եմ նրան ընդդիմադիր ցույցերից մեկի ժամանակ։ Դուք հիանում եք ձեր կադրային այսպես ճարտարապետությամբ եւ մտահղացումով։ Ինչպես նա կարող էր նման գործի նկատմամբ արդյունավետ բայց լինում են դեպքեր, երբ որ մարդիկ պահեցիք դուք կարողանում են հարմարվեն, կարողանում են համոզեն, բա կոռուպցիա ամենավատ բանը գիտեք որն է։ Հովանավորությունը։ Կաշառքի միշտ կարելի է բռնել։ Արդեն մարդիկ երբ որ անդադ նույն տեղին հարմարվում են տարիների ընթացքում, ուժայինը գործարարի հետ, այսպես բոլորը սկսում են ջանախբերություն անելով պետական, բաները նսեմացնել այլ շահերին։ Հիմա դրա համար կան գործիքներ, մարդկանց տեղաշարժել, հորիզոնական, ուղղահայաց, թերացողներին դնել մի կողմ, գտնել բարեփոխումների այլ լուծումներ։ Օրինակ, 90-ականներին այդպիսի մի լավ գաղափար կար։ Եվ դա ամերիկացիները ոնց որ թե օգտագործում էին։ Ուժային համակարգերում աշխատավարձ ծառայություն անցնողների համար ավելի ցածր է, քան թե թոշակ ստացողների։ Երբ որ նա այդ տարիների ընթացքում ձգտի թոշակ ավելի բարձր, վայելի 20 տարի ծառայեց, գուցե ցածր, բայց ինքը ամեն ինչ պետք է մնա մաքուր, խնդրեմ չունենա։ Գուցե դից ինչ որ հոգեբանական բաներ պիտի անենք։ Վերջերս նայում եմ մեր զինված ուժերի արժեքավոր գեներալներից մեկի հուղարկավորությանը մասնակցում է։
ես հասկացա, որ մենք սոցիալական փաթեթը շատ տկար է ծառայություն տանող մարդու համար։ Անում ենք, քայլեր ենք անում, բայց ռազմավարությունը ամբողջական պետք է անդադ կատարելագործվի։ Պարոն Քոչարյան, շնորհակալություն եւ կհետևեք արդյոք զեկույցը ազգային ժողովի քարտեզը։ Չէ, դուք պետք է հետևեք եւ պարոն Քոչարյան ակնկալում է, որ զեկույցը լիագումար նիստ չգնալը դա լուրջ հարված կարա հասցնի մեր երկրի նկատմամբ վստահության, մեր քաղաքացու կողմից վստահությանը, որովհետև դա չի կարա չլինի, որովհետև ոչ թե պետքա լինել ինչ որ կետում գրած, որ ժամկետը կարող է խախտված լինի եւ ինչ որ մեկն էլ պատվերով գրի ժամկետան զեկույց։ Զեկույցի գոյությունը արդեն բոլորինս է եւ պետք է ամեն ինչ անել, որ այդ զեկույցը դառնա բոլորինն է։ Հետևենք, արդյոք դա տեղի կունենա, թե ոչ էլի կհյուրընկալենք։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Անդրանիկ Քոչարյանին։